Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցիան քո, եկեսե արկայություն քո, Եղեցի գան քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանաբազոտ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբաղեցնեն, որպես եւ մենք փողոք մերոց խարտավանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ դրգյաց մեզի չարեն, զիկոյ է արկայություն եւ զորություն եւ բար, հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հո, Հիսուս, դուրից իմաստություն, ըսպարիս մորեր եւ խոսեր եւ գործեր, առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից եւ իգործոց, բրգյասս եւ օրմյան քո անունացոց եւ ինձ սպասմամերիս, ամեն։ Գահավանանք ամենասուրբ երրորդության, Հորը, Որդիին եւ Սուրբ Հոգին, գահավանանք Գաբրիելի ծերան ավետումին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, չարչարանքներուն, խաչեղության, երեկորյա տանունին, հարության, աստվածապես համարնալու եւ հոր աչագոմը նստելու, եւ այեր ու տարավոր, երկրորդ կալուստին, գնդունին եւ գահավանանք, ամեն։ Հրամեցեք։ Աստված ինք է սիրելիներ նեղությանց մեջ մեր ապավեն եւ զորություն։ Սուրբ Գրիգոր Նարեգացին իր խոսքը Աստուծո ուղղելով գսե որ դեր թուն ամենազոր աչ ես, թուն ամենաիշխան ցերկ ես, թուն ամենամերձ մադ ես։ Այսինքն սիրելիներ դերը ամենազոր աչ ունի, ամեն ինչի կարող, ամեն ինչ կատարող, ամեն ինչ դիրոջ աչի մեջ կգտնվի։ Անորամար գսենք Աստուծո աչը Հովանի եւ Պաշտպանը լա բոլորիս վրա։ Ասեք ամեն։ Ամեն։ Դիրոջ ցերկը ամենաիշխան է, այսինքն ամեն ինչ իր իշխանության դակ ունի։ Չկա բանը, որ Աստուծո ցերկեն հերույ է, որ իր իշխանության մեջ չգտնվի։ Եվ երրորդ, Աստված ամենամերձ մատ ունի, մերձենալ կնշանակե մոդ, մոդիկնալ, ամենամերձ մատ կնշանակե ամենամոդիկ մատը, որ մատին կտրտնա։ Աստված իր մատով ստեղծեց, մատներով ստեղծեց մարդը, հողը առավ, մատներով գերբարավորեց, ապա շունչ պչեց անոր մեջ։ Հետևաբար Աստուծո մատը խորհրդանշե իր օգնությունը մեզի մոդիկը լալը։ Դեսած եք Մայքելանջելոյի անուն որոնք հետս եկած են Իտալիա, Սիստինյան մադրան մեջ, դեսած են թե ինչպես Աստուծո ստեղծագործության ժամանակ Աստված իր մատը երկարած է եւ մարդը դժբախտաբար իր մատը Աստուծո մատի դիմաց ծրած է։ Այսինքն եթե փարսացնե Աստուծո մատին կտպնա։ Բայց մարդիկ դժբախտաբար սիրելներ Աստուծո չեն ուզեր մոտի գնալ։ Ամենայն թևս սիրելի քույրեր եւ եղբայրներ, նեղության մեջ ենք, Աստուծո աչքը մեզի հետ է։ Ցավի մեջ ենք, Աստուծո մատը մեզի մոտիկ է։ Դարաբանքի մեջ ենք, հալածանքի մեջ ենք, նյութական, հոգևոր դժվարությանց անցուկ վիճակի մեջ ենք, Աստուծո ամենաիշխան ցերկը մեր վրա է։ Մի վախնակ երբեք։ Երբ որ Պետրոս առաքյալ սկսավ ընկղմին եւ բորած Հիսուս, ահա գործավին օգնե ինձ։ Հիսուս միայն գրնար իր խոսքով Պետրոսին ինչ ասել։ Ճուրերեն դուրս են։ Ճուրերուն գրնար ասել, դուրս հանեցեք ձեր մեջ են Պետրոսը, բայց ինչ ըրավ Հիսուս։ Ցերկ երկարեց եւ բռնեց անոր ցերկեն ոտքի անեց։ Երբ որ գտանք Մատթեոսի ավետարանի 8-րդ գլխի մեջ, երբ որ փորոդը եկավ Հիսուսի դիմաց զունգի եւ իր մեջ բժշկություն աղերսեց։ Փորոդը մարդ չէր գնար իրեն տնտան, այդ ժամանակ փոխանցիկ էր փորոդությունը։ Հիսուս եւ սա փորոդը
դեր, եթե կամենաս, եթե ուզես, գրնաս զիս մաքրել։ Հիսուս մեկ անգամ են չսավ, այո գուզե մաքրվե, այլ նախ գիտեք ինչ հրավ, ծերքը երկարեց, թբավանոր և հետոսա, գուզեմ մաքրվե։ Երբ որ Նայինի բադանին, Նայինի բադանին և նաև 12 տարեկան Հայրոսի աղջիկը մահացած էին, Հիսուս անոնց ծերքեն բռնեց և ոտքի անեց, ըսավ Դալիթա, գում, ոտքի էլ, գումի, ոտքի էլի։ Նաև սիրելիներ, բազմաթիվ հիվանդներու դերը ծերքեն բռնեց, սրդանց կահոթեմ, որ դերը ծերքեն բռնեն, հիվանդներու ծերքեն բռնեն, հոգևոր թե մարմնավոր հիվանդություն ունեցողներուն ծերքեն դերը բռնեն, այս բանը, աղոթեցեք ծեր ընտանիքի անդամներուն, եթե դա մեջ հիվանդներ կան, եթե կան զավակներ, թորներ, որոնք հոգևես հիվանդ են, ամուսիններ, գիներ, երեխաներ, Աստված անոնց ծերքեն թող բռնեն, Աստված մեր հայրենիքին ծերքեն թող բռնեն, մեր պետականության, մեր գրոնավորներուն, մեր հայոց պարագին, բոլոր ժողովրդին ծերքեն բռնեն, բոլոր քրիստոնյաներուն ծերքեն բռնեն, և մեզ այս անցուկ վիճակեն դուրս անեն։ Եկեք միասին ընթերցենք 107-րդ Սաղմոսը սիրելիներ, այստեղ բազմաթիվ օրինակներ կդրվին Աստվածաշունչեն, թե ինչպես մարդիկ անցության մեջ եղան, բայց երբ որ աղաղագեցին Աստծո, Աստված օգնության հասավարեց։ Ընթերցեք։ Գոհություն հայտնեցեք Տիրոջ, որովհետև բարի է, որովհետև անոր սերը հավերժական է, թող փառք Տիրոջս են անոնք, որոնք Տիրոջ կողմէ փրկված են, որոնք դերը ինք բրգեց հակառակորդին ծերքեն, և հավաքեց սանոն բոլոր երկիրներեն, արևելքեն և արևմուտքեն, հյուսիսեն և հարավեն, ոմանք անավատի մեջ, ամայի վայրի մեջ բոլորեցան, թեպի բնակված քաղաք բջամփա չգտնելով, անոթի ու ծարավ մնացին և ապրելու ամեն հույս գործընծուցին, իրենց նեղության մեջ Տիրոջ աղաղագեցին և դերը զանոնք ազատեց իրենց անցնություններեն, զանոնք ուղիղ ճանապարհի վրա դրավ, որպեսզի բնակված քաղաք մահաստի։ Հետևաբար, թող գոհություն հայտնեն Տիրոջ իր սիրույն համար, մարդոց համար իր կատարած սքանչելի գործերուն համար։ Անիկա կհագեցնե ճուրի ծարավ մարդիկը և բարիքներով կլիացնե անոթիները։ Ուրիշներ մահաստվեր խավարի բնակիչ դարձան, փանդերու խորը շղթայագապ չարչարելով, որովհետև Աստուծո պատվերներուն ընդդիմացան, արհամարելով Բարձրյալին կամքը։ Դաշարակիր աշխատանքով անոնց հոգին ջնշվեցավ, դգարացան և ինգան, և չկար մեկը, որ օգներ, իրենց նեղության մեջ Տիրոջ աղաղագեցին, և դերը զանոնք բրգեց իրենց անցկությունները, զանոնք դուրս բերավ մահաստվեր խավարել, հշվելով անոնց գաբանքները։ Հետևաբար, թող գոհություն հայտնեն Տիրոջ իր սիրույն համար, մարդոց համար իր կատարած սքանչելի գործերուն համար։ Անիկա բղինցի տարվածներն անգամ կպշտե, կգոդրդե հանգին երկաթ պագանքները, շատ մհիմարներ մեղքի ճամփան բռնեցին և իրենց անօրենություններուն պատճառով դարաբանքի մատնվեցան։ Զզված ամեն ուտելիք է մինչև մահվան դուրը հասան։ Իրենց նեղության մեջ Տիրոջ աղաղագեցին և դերը զանոնք բրգեց իրենց անցկությունները։ Մեկ հրահանգով զանոնք բժշկեց և գորուստե բրգեց զանոնք։ Հետևաբար, թող գոհություն հայտնեն Տիրոջ իր սիրույն համար, մարդոց համար իր կատարած սքանչելի գործերուն համար։ Երախտագիտության զոհեր թող մատուցանեն և անոր հրացները պատմեն ծնծանից ներքով։ Ուղիղ վարկով ապրող մարդիկը այս բաները կտեսնեն և ուրախանան, իսկ անորեն մարդոց բերանները կփակվին։ Այն մարդը, որ իմաստուն է, թող խորհի Աստծոց մասին և հասկնա Տիրոջ սիրույն մեծությունը։ Ամեն։ Սիրելիներ, իսկապես Տիրոջ սիրույն մեծության մասին մտածենք, թե դերը ինչ մեծ սեր կցուցաբերե բոլորիս նկատմամբ։ Եկեք երկենք
հավիդյան է սերն անոր, սկանչելի երկը, իսկապես սիրելներ, դիրոց սերը հավիդյան։ Միշտ կսվի չէ, որ նույնիսկ եթե սուբկիրկը գսե, նույնիսկ եթե հայրդ և մայրդ կեզ մորնան, կեզ գրող մայրդ եթե կեզ մորնա, ես կեզ չեմ մորնար։ Ինչու, որտև Աստված մեզ ոչինչ չեն ստեղծեց ու սիրեց մեզ, և իր սիրույն արդայնությունը դվավ, երբ որ իր որդին մեր բոլորի մեղքերուն համար խաչ պարսացավ ու իր արյունը տվեց։ Եկեք սիրելիներ, Տիրոջ սերը չմոռնանք։ Նույնիսկ եթե երբեմն մեր նեղության մեջ ասենք, այլևս Տերը զիշ չի սիրել, լավ իմացեք, որ Տերը անփոփոխ է, հետևաբար իր սերն անփոփոխ է։ Տիրոջ սերը հաստատ է ու հավիտենական։ Եթե զգաս, որ Տերը քեզի չի սիրել, ուրեմն կնշանակե, որ թուն, ոչ թե Տերը, այլ թուն Աստուծո անթև քո սիրույթ մեջ ինչ եղած ես, թերացած ես, դգարացած ես, Աստուծո հեռացած ես։ Հետևաբար երբ որ Աստուծո մոտ երաս, կտեսնես թե որքան Տերը կսիրե եւ երբեք Տերը չէ թատրած սիրել է ու չի թատրի սիրել է մեզ։ Երկենք սիրել։ Մեջ կանչեցի
իսկապես որքան քաղցր է դերը իր սիրով և գտությամբ։ Սիրելիներ, մենք ամենք սալ հոգևորապես կույր էինք և դերը մեր աչքերը բացավ և երբ դերը մեր աչքերը բացավ, մեր հոգի ականջները բացավ, մենք Տիրոջ ավետիսը լսեցինք և ավետիսը ինչ է, փրկություն, բարի լուր, և այդ փրկության բարի լուրը մեր ականջներում ինչ տվեցավ, քաղցր։ Մենք սիրելիներ խուլ էինք, դերը բացավ մեր ականջները, հույր էինք, բացավ մեր աչքերը, թույլ էինք զորացուց մեզ, անոթի էինք հոգևորապես գերակրեց մեզ, և դերը կշարունակեն էր այդ բոլորը։ Եկեք իմ հոգևոր հորս երջանկայ Շատակ Զարե Սրբազանին քրած այս երկով փառք տանք մեր ամենագալ Աստծո և ասենք փառք քեզ Տեր Աստված մեր, հազար փառք կտանք քեզ։ Ասենք փառք քեզ Տեր Աստված մեր, հազար փառք կտանք քեզ։ Երգենք Եվ եկեք սիրելիներ փառք Աստծուն երգենք, հաջորդ հոգևոր երգը նույն եղանակով։ Փառք Աստծուն,
սիրներ, հարկ Աստծո։ Հարկ Աստծո։ Հազար հարկ Աստծո։ Իսկապես ամեն ինչի համար հարկ տանք Աստծո։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այդ փոքրիկ այդ հրեշտակը նայ։ Սոֆի, ինչը սիր։ Հարկ Աստծո, ասե հարկ Աստծո։ Հարցը հարկ Աստծոս է։ Տեսակ ամեն փոքրիկին ասի ամենքը փոքրիկ է ապրիկ։ Փոքրիկ մի լավ որ երկի արկայություն մտնել։ Շատ լավ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, բարի եկացեք բոլորը։ Բոլորանում որոնք առաջին անգամ եկացել, ես Հայր Վարդևն եմ, Հայ Արաքելական եկեղեցու վարդապետ եւ հետեւաբար բարի եկացեք բոլորանում որոնք այսօր առաջին անգամ եկացեն, բոլորանում որոնք մշտապես կան եւ բոլորանում որոնք համացանցի ճամփով գեդևին այս հոգեվոր սերտողությանց փյուր ողջույն։ Ժողովուրդ, մենք հայտնությունով անու քիրքը գսերտենք թեև վերջին քիրքը Սուրբ Քիրքին եւ արդեն ավելի քան 1.5 տարի է գսերտենք առաջին 12 գլուխները ավարտեցինք։ Համբերություն ունեցեք դեռ 10 գլուխ ունենք, Աստված եթե մեզի կյանք տվավ եւ եթե սիրելիներ մինչ այդ Քրիստոսի քալուստը դեղի չունենա, դեռ քանի տարի ենք ավարտենք հայտնությունով անու քիրքը։ Բայց այսօր հարց ու պատասխանի երեկո է։ Ինչ որ հարցումներ ունենք, գիտեմ որ ցեզ մեկ ոմանքան որ արդեն հազիվ հարցում դարձնեն, 3 հարցում եդևի կարծնեն միասին, բայց նախքան հարցումներ հարցնելը, ասեմ որ անոր հարցում կուզե հարցնել պետք է այստեղ կա, որովհետև դժբախտաբար կանգատ կա ունգընտրիրներ են, որ հարցումը երբեք չի լսվի եւ մայկրոֆոնը կանի որ իմ վրաս է պետք է մոդիկնակ ես մայկրոֆոնը ցեզի բարձրախոսը մոդեցնեմ եւ դուք ձեր հարցը տաք։ Բայց նախքան սիրելներ այս ներկաներու հարցերուն պատասխանելս ինտերնետեն հավատացյալներ զանազան հարցումներ հարցուցած են մեզի Լիլիան արցնակրած է պիտի հրավիրեմ իմ օրտնյալ գողագիցս Լիլիան որպեսզի այդ հարցերը մեկ առ մեկ հնչեցնե եւ կարողանամ սիրելներ այդ հարցերուն պատասխան տալ։ Ուրեմն գսկսին միայն սկուշ միլակ այստեղ տելերու վրա են։ Բարձր։ Ողջույն բոլորին, ուրեմն Հայր Վարդև առաջին հարցը Բարձր։ Ես հիմա լսվի հիմա առաջին հարցը 5 դագարանի մեջ ինչու Աստված արդոնեց, որ անմեղ մարդիկ սպանվի։ 5 դագարանի մեջ, ուրեմն հարցը հետևյալն է 5 դագարանի մեջ ինչու համար Աստված արդոնեց, որ անմեղ մարդիկ սպանվին։ Սիրելիներ, այս հարցը շատ խորունգ է, որովհետև հաճախ նույնիսկ մարդիկ ասեն, որ 5 դագարանի Աստված ուրիշ Աստված է, նոր դագարանի ուրիշ Աստված է, որովհետև 5 դագարանի մեջ Աստված գսե սպանեցեք, գբաչեք, սպանել կուտա եւ այլն, բայց նոր դագարանի մեջ սեր կկարողվի։ Արդյոք ինչ է։ Քանի մը երեսներով ուզեմ այս ծեր հարցին պատասխանել։ Առաջին հարցումը հետևյալ ձևով գտնվի, ինչու համար Աստված գարդոն է, որ անմեղ մարդիկ սպանվի։ Այս հարցը սիրելներ եւ բարի լուր ունի եւ վատ լուր ունի։ Բարի լուրը սկսին։ Բարի լուրը այն է, որ Աստված անմեղ մարդիկը պաշտպանե եւ անմեղ մարդիկը Աստծո պաշտպանության տակ է։ Բայց վատ լուր ունի։ Աշխարհի մեջ չկա անմեղ մարդ։ Չկա մեկը որ մեղ չունի։ Համաձայն եք։ Համաձայնը լավ կամ ոչ սա մեկը, համաձայնը լավ կամ ոչ իմ խոսքս է ճիշտը, ոչ ացեր խոսքն է ճիշտը, խոսքը Աստծո խոսքն է։ Եկեք նայենք, որ Աստվածաշունչը ինչ կսե։ Հա? Եթե բանանք սիրելիներ ժողովողի քիրքը, Սողոմոն իմաստունը գրած է, ժողովողի քրքի 7-րդ գլխու մեջ սիրելիներ 7-րդ գլխու 20-րդ համարի մեջ տեսեք ինչ կսվի։ Իրավ որ երկրի վրա արդար մարդ
չգա։ Իրավ որ երկրի վրա արդար մարդ չգա, որ աղեգություն ունե ու մեղք չգործե։ Երկրի վրա արդար մարդ չգա, որ մեղք չգործե։ Նույնիսկ Դավիթ մարգարեն գիտեք 51-րդ սաղմոսը, որ ապաշխարության սաղմոսը չէ, որ միայն Աստվածս մեծի ողորմության ու 5-րդ համարի մեջ գիտեք ինչ կսե, իմ մորս որովայնի մեջ են ես արդեն իսկ ինչ ծնա, մեղավոր ծնա։ Նույնը սիրելիներ, եթե գարտանք Բողոս Արաքյալի գրած Հռոմայեցիներուն նամակի 3-րդ գլխու 20-րդ համարը, այնտեղ Բողոս Արաքյալ հետևյալը գսե, արդարև բոլոր մարդիկ մեղանչեցին եւ Աստուծո փառքեն զրկվեցան։ Բոլոր մարդիկ մեղանչեցին։ Չկա մեկը որ չմեղանչեց։ Նույնը Հռոմայեցիներուն նամակի 5-րդ գլխու այս անգամ 12-րդ համարի մեջ տեսեք ինչ գսե, մեկ անձի պատճառով էր որ մեղքը աշխարհ մտավ եւ մեղքին պատճառով աշխարհ մտավ մահը։ Շատ բարի։ Քանի որ ամեն մարդ մեղավոր է, Հռոմայեցիներուն նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ ինչ կսվի, մեղքին պատիժը ինչ է։ Մահ։ Ուրեմն արդար մարդ չկա։ Ամենքն ալ պիտի մահանան։ Ամենքն ալ մահացան։ Բայց մեկ հոգի կա որ անմեղ է սիրելիներ, բայց 5 դագարանի մեջ է եւ նոր դագարանի մեջ է։ Եվ մարդիկ, ոչ թե Աստված, մարդիկ անարդար գտնվեցան իր նկատմամբ։ Ով էր անիկա։ Հիսուս։ Մարդիկ սպանեցին անմեղը։ Հիսուս Քրիստոսը։ Տեսեք Աստված եթե արգոնեց որ մարդիկ սպանվի, որտեղ մարդիկ ինչ էին։ Մեղավոր, բայց մարդիկ իրենք սպանեցին միակ արդարը Հիսուս Քրիստոսը։ Հիմա երկրորդ ձևով պատասխանեմ այս հարցին։ Սիրելիներ, 5 դագարանի մեջ Հիսուս մարմնավոր մեզի պես մարտացած ներկա եղավ, բացի քանի բարականելու որ Հիսուս հայտնվեցավ, առանց Հիսուս անուն ունենալով, բայց ոչ, մարդիկ մեղքերու մեջ էին Աստված մարգարեներ ըրգեց, որպեսզի զանոնք դարձի բերեն։ Տեսեք, գուզեմ հետևյալը լավ իմանաք, լավ ըմբռնեք։ 5 դագարանի մեջ նախ բադիժը դրվեցավ եւ վերջը ողորմությունը, լավ լսեցեք։ 5 դագարանի մեջ նախ բադիժը դրվեցավ, հետո ողորմությունը, հիմա կբացատրեմ ինչպես է գուզեմ, իսկ նոր ժամանակներում նախ ողորմությունը դրվեցավ եւ հետո բադիժը պիտի դրվի։ Բացատրեմ։ Ուրեմն 5 դագարանի մեջ մարդիկանի որ մեղավոր էին մեռան։ Բայց անոնց այդ մեղավորներուն արիտ դրվեցավ ապաշխարելու։ Այո, գիտեք երբ որ Հիսուս խաչվեցավ եւ իր մարմինը քերեզմանի մեջ տաղեցին, Հիսուս այդ 3 օրերու ընթացքին ուր գնաց։ Աբրիկ, դժոխք գնաց եւ ինչ ըրավ։ Շատ աբրիկ, նայեցեք գսե առաջին Պետրոս 3-րդ գլխու 18 եւ 19 համարները։ Հիսուս մեր մեղքերուն համար մեկ անգամ խաչվեցավ, արդար մեղավորներուս համար, որպեսզի մեզ Աստուծո մոտիկցնե, եւ թե մերավ մարմինով, բայց կենտանի մնաց հոգիով, եւ հոգիով ալ գնաց կարոզեց փանդարգված հոգիներուն։ Իսկ նույն առաջին Պետրոսի 4-րդ գլխու այս անգամ 6-րդ համարի մեջ գսվի, ահա թե ինչու Քրիստոս գնաց եւ ավետարանը մերելներուն ալ կարոզեց, որպեսզի անոնք բոլոր մարդոց պես իբրև մարմին մահվան դատաբարտվելով անտեց, իբրև հոգի ապրին, ինչպես Աստված կապրի։ Ուրեմն տեսեք, 5 դագարանի մարդիկը բաժվեցան սկիզբը, բայց արիք ունեցան դժոխքի մեջ ապաշխարելու եւ հարնալու, Քրիստոսի ավադալու եւ փրկվելու։ Իսկ Հիսուսեն յետ մարդոց նախ դրվեցավ ինչ։ Ապաշխարություն, ողորմություն, հիմա է ապաշխարության ժամանակը։ Մերնել են վերջ, չգա ապաշխարության ժամանակ։
Ուրեմն հիմա է դարձի ժամանակը, հիմա է ողորմության ժամանակը։ Եվ որ Քրիստոս կա, արիք պիտի դա մարդոց աշխարհելու։ Ոչ, ինչ պիտի լա Քրիստոսի կալուստով, արտարները հավիտենական կյանք, մեղավորները հավիտենական դանչան։ Հստակ է, դեսեք Աստված ինչա արդար է։ Աստված ոչ մեկը չի զրկել մարդու դերել։ Սկիզբը բաժեց, հետո ողորմություն հայտնեց, հիմա ողորմությունը կհայտնե, հետո անզիղջներուն պիտի բաժի։ Եվ ասեմ, հիշեցեք Հիսուսի խոսքը Ղուկասու ավետարանի 10-րդ գլխու 1-5 համարների մեջ։ Եվ որ եկան Հիսուսի ասին, որ Հիսուս Սելովամի աշտարակը եւ որ գշնեին, գսարկեին, ինքավ Գալիլեացիներու վրա եւ սպանեց 18 հոգի եւ Հիսուս ըսավ միտե գկարծեք թե սպանող Գալիլեացիները մյուս բոլոր Գալիլեացիներն ավելի մեղավոր էին որ այդպիսի վախճան ունեցան եւ Հիսուսը ոչ դասեմ ցեզի որ եթե չաշխարեք դուք բոլոր դա նույնպես պիտի գործվի նույնպես եւ որ զոհ կմատուցան էին տաճարի մեջ Հերովդեսը սպանեց Գալիլեացիները անի էր որ ասավ, ապա Սելովամի համար Հիսուս նույնը ասավ, անոնց վրա որ աշտարակ ինգա, որ եթե դու գալ չաբաշխարեք բոլոր տալ պիտի գործվի։ Ահա այս է սիրելիներ, որ Աստված ոչ թե անարդար է, Աստված ոչ թե անմեղներն է, որ կսպանն է, այլ քանի որ անմեղ մարդ չկա երկրի վրա, անոնք է որ սպանվեցան։ Երկրորդ հարցում։ Okay. Երկրորդ հարցումն ասել, ինչու համար Հիսուս Պետրոսի 3 անգամ հարցուց, թե գսիրես զիս։ Ինչու համար Հիսուս Պետրոսի հարցուց 3 անգամ գսիրես զիս։ Նախ առաջին հեշտ պատասխանը սիրելիներ այն է, կամ հեշտ չսեմ, բայց հոգևոր պատասխանը այն է, որ գիշեք եւ որ Հիսուս իր վերջին ընթրիքի ժամանակը սա որ Գարտանք եկեք Հովանու ավետարանը 10-րդ գլուխը եւ որ Հիսուսը սա որ ցեսնե մեկը զիս պիտի մատնե եւ Հիսուսը որ Պետրոս արծուց դեր ուր գերտաս որ մենք չենք կրնարկալ որովհետեւ Հիսուսը եսա գերտան դեր որ դու չեք կրնարկալ Հիսուսը սա հոն ուր ես գերտամ այժմ չես կրնարկալ Պետրոս բայց հետո պիտի կաս Եվ Պետրոսը ասավ դեր ինչու հիմա չեմ կրնարկալ հետևին քեզի կյանքս անգամ քեզի համար կզոհեմ եւ Հիսուս Պետրոսի ասավ կյանքդ պիտի զոհես ինձ համար կյանքդ պիտի զոհես լավ գիտիր որ ակաղաղը չգանչած 3 անգամ զիս պիտի ուրանաս քանի որ Պետրոս 3 անգամ ուրացավ Հիսուսը իր հարութենեն հետ Պետրոսին 3 անգամ հարցուց Սիմոն, Հովնանի որդի, գսիրես զիս։ Եվ տեսեք սիրելիներ, Հիսուս ողագալ չէ։ Ինչու գսեմ ողագալ չէ։ Որովհետև Պետրոսը մեծ խոսեցավ, Հիսուսի ասավ, որ ես իմ կյանքս քեզի համար կտամ։ Բայց երբ որ ցերպակալվեցավ Հիսուս, Պետրոս փախավ եւ մյուս աշակերտները, հետո Պետրոս երբ որ հետևեցավ Հիսուսի Գայապայի քահանայապետին Ուրեմն փագի մեջ 3 անգամ ուրացավ, ինչպես ուրացավ, երբ որ հարցուցին իրեն Պետրոս, ներողությունս որ թունալ անոր մեջ ես, անոր խումբեն ես, եւ ինչը սավանիկա, ոչ, ես չեմ ճանչնարզին, անիցյալը լավ, ես չեմ ճանչնարզին, չեմ գիտեր որ մասին խոսի, 3 անգամ ուրացավ իր դերը, եւ տեսեք սիրելիներ, Հիսուսի խոնարհությունը, հեզությունը Եվ որ հարութենե մեջ երևցավ Դիբերիոսի կետին շուրջ, լիջին շուրջ և Պետրոսին ալ երևցավ Հիսուս Պետրոսին չսավ Պետրոս ամոտ կեզին 1000 ամոտ կեզի որ ուրացար զիս թավաջանեցիր 3 անգամ ուրացար որ զիս չես ճանշարը Պետրոս ամոտ կեզի ահա ես հոսեմ նայ հարություն արած եմ հիմա ինչ պիրես Ինչ երեսով երեսիս պիտի նայիս, Հիսուս այդպիսի բան չի սա։ Եվ ոչ ալ սիրելներ թողեց, որ Պետրոսը իր ամոթեն Հիսուսին արցնե։ Հիսուս
Այս բոլորեն վերջ գսիրես ես, չէ, Հիսուս ինքը որպես խոնար, հեզ, աստված, ինք հարցուց Պետրոսին։ Պետրոս էր հանցավորը, չէ, Պետրոս էր որ ուրացավ, չէ, Հիսուս ինք հարցուց Պետրոսին, Սիմոն, Հովնանի որդի, գսիրես ես։ Եվ Պետրոս ամիջապես ինչ ասա։ Գարտակ սիրելներ Հովանու Ավետարանի 21-րդ գլխու 15-րդ համարեն սկսել։ Սիմոնը ասավ, այո, դեր, դու գիտես որ գսիրեմ քեզ։ Հիսուս ինչ պատասխանեց։ Արածե իմ քարդուկներս։ Հիսուս կարծնե որ գսիրես ես, Պետրոս գսե այո, Հիսուս գսե արածե քարդուկներս։ Երկրորդ անգամ Հիսուս արծուց Սիմոն, Հովնանի որդին գսիրես ես։ Պետրոսը դարձյալ ասավ, այո դեր, գիտես որ գսիրեմ քեզ։ Հիսուսը ասավ, արածե ոչխարներս։ Երրորդ անգամ Հիսուս արծուց Սիմոն, Հովնանի որդի գսիրես ես եւ գսի Ավետարանի չէ։ Պետրոս դրդմեցավ որ 3 անգամ դերը հարցուց իրեն գսիրես ես եւ ասավ անոր։ Դեր դու ամեն ինչ գիտես եւ գիտես թե գսիրեմ քեզ։ Եվ Հիսուս ասավ արածե ոչխարներս։ Տեսեք Ինչ է ուզեց Հիսուս։ Ովքեր էին Հիսուսի ոչխարները եւ քարդուկները։ Հավատացյալները, չէ՞, Քրիստոսի եկեղեցին, նորատարց եկեղեցին պիտի ըլլար, որ դակավին չէ եղած։ Համաձայն եք։ Հիսուս Պետրոսին էսել ուզեց, Պետրոս։ Ասկի առաջսիր որ գսիրես ես, բայց ուրացար 3 անգամ։ Հիմա դարձնեմ քեզ գսիրես ես, պատասխանեցին այո։ Սերդ կորձնաբես ցույց տուր։ Եվ սերդ կորձնաբես ինչպես ինձ ցույց տաս Պետրոս։ Ես նորեն պիտի չխաչվիմ, ես նորեն պիտի չցերպակալվիմ։ Քու սերդ ինձ կորձնաբես ցույց պիտի տաս, արածելով, խնամելով, պահպանելով, հսկելով, գերագրելով իմ հոդի անդամներս, եկեղեցիս, որ քու խնամքի տակ պիտի դնեմ։ Ցույց տուր սիրով, որտեղ տեսեք սիրելներ, Հիսուս ինչ ասավ Հովանու Ավետարանին մեջը, եւ այս խոսքը սիրելիներ ուղղված է բոլորիս։ Մենք ալ կսիրենք Հիսուսը։ Հիսուս նայեցեք ինչ կսել։ Ով որ կսիրես ես, կգարտամ ձեզ Հովանու Ավետարանի 14-րդ գլխու 20-րդ համար։ Ով որ կսիրես ես, խոսքերս կկործադրե։ Խոսքերս կկործադրե։ Իսկ ինչ ասավ Հիսուս Հովանու Ավետարանի այս անգամ 10-րդ գլխու 34-րդ համարի մեջ նոր պատվիրամը կտամ ձեզի։ Սիրեցեք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք ալ իրար սիրեցեք։ Եվ շարունակությունը 34-րդ համար։ Ձեր իրար սիրելով է որ մարդիկ պիտի գիտնան, թե դուք իմ աշակերտներս եք։ Սիրելիներ, Հիսուս Պետրոսի ցույց տվավ, որ եթե կսիրես ես, սիրե իմ ժողովուրդս։ Այսօր դերը բոլոր գրոնավորներում գսե, կսիրես ես։ Եթե կսիրես ես, ցույց տուր սիրով։ Սիրե իմ ժողովուրդս, հովեզան, առաջնորդ է։ Տեսեք, Հովանես Արաքյալ առաջին Հովանու նամակի մեջ 4-րդ գլխու 19-րդ համարի մեջ ինչ կսե։ Մենք սիրենք Աստված, որովհետև նախ ինք սիրեց մեզ։ 20-րդ համար։ Այն մարդը որ գսե ես կսիրեմ Աստված, բայց իր եղբայրը գադես սդախոս մնե։ Ով որ չի սիրել իր եղբայրը որ կտեսնե, ինչպես կրնա սիրել Աստված, որ չի տեսներ։ Մինչդեռ 21-րդ համար, մինչդեռ Քրիստոսի մեզի տված պատվերը սա է, ով որ Աստված կսիրե, պետք է իր եղբայրն սիրե։ Ահա սիրելներ, թե ինչու համար Հիսուս Պետրոսի ասավ 3 անգամ, որ Պետրոս իմ եկեղեցիս կորձնապես սիրե, կորձնապես։ Եղբայրներ եւ քույրեր, գիշեք Հիսուս ինչ ասավ, ով որ այս փոքրիկները մեկուն բաժակ մճուր դա իմ անունովս իր վարձքը պիտի ստանա։
Հիսուս Թադաստանի ժամանակ մի դսե Մատթեոսի ավետարանի 25-րդ գլուխ 31-րդ համարեն սկսյալ աչ կողմը գանքվածներուն, ոչխարներուն, հարի զավակներուն, երբ անոթի էի գերակրեցիք, հիվանդ էի այցի եկան, զարավ էի խմծուցիք, մերգ էի հապծուցիք, փանդարգյալ էի այցելության եկան, եւ երբ մարդիկ մի դսեն դեր, երբ մենք եզի դեսանք, մեր անոթի զարավ, փանդարգյալ, հիվանդ այցի եկան, գերակրեցին, կշտացուցին, հապծուցին, Հիսուս մի դսե, քանի իմ փոքր եղբայրներս նեգունարի, ինձ եղած է։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, այսօր մեր ազգը, որ գհպարտարանք առաջինն է ազգերու մեջ, որ քրիստոնեությունը որպես pedagogan գրող ընդունած է։ Հարցում, այսօր տեսնելով մեր ազգի այս վիճակը, մեր ազգը կսիրե Հիսուսը, մեր ազգը Հիսուսը չի սիրեր։ Եթե Հիսուսը սիրեր, իրար կսիրեր։ Այս կա, երրորդ հարցում, Եթե Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, ուրեմն ինչ կարիք ուներ մգրտվելու Հովհաննես մգրտիչը։ Շատ լավ հարցում է, եթե Հիսուս Աստծո որդին էր, ինչ կարիք ուներ մգրտվելու։ Մգրտությունը ապաշխարության մգրտություն էր, չէ՞ Հովհաննես մգրտիչինը։ Ճիշտ է։ Հիսուսը մեղավոր էր։ Հիսուս գադարյալ անմեղն էր։ Հետևաբար ինչ կարիք կար մգրտվելու։ Ինք մեղք չէր գործած որ մգրտվեր։ Մենք սիրելներ դգարտանք Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխում մեջ շատ կարևոր ամեն։ Երբ որ եկան փարիսեցիներ, սատուկեցիներ, օրենքի ուսուցիչներ մգրտվելու Հովհաննես մգրտիչը Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխում պիտի կարդամ սիրելներ ցեզի 7-րդ համարենը սկսյալ։ Տեսեք ինչը սավիրեց։ Իժերու ծնունդներ, ովը սավցեզի թե գրնակ Աստուծո դարիք բադիժեն պաղջին։ Ասկե ետ կործոն ծույց տվեք թե ապաշխարած եք։ Ապաշխարած եք։ Դուք ցեզի մի խորիկ թե գրնակ բադիժեն ազատի լսերով մենք Աբրահամի որդիներ ենք։ Դսեմ ցեզի, որ Աստված այս քարերեն ալ գրնա Աբրահամի որդիներ անել։ Չէ՞մը։ Շատ լավ։ Հիմա այս խոսքերը ասել եմ մեջ, տեսեք ինչ կսե Հովհաննես մգրտիչ անոնց։ Գացինը արդեն իսկ պատրաստ է ծառերը իրենց արմատները գդրելու։ Այն ծառը, որ բարի բդուրջի դար պիտի գդրվի եւ գրագնի։ Ես ցես ճուրով կմգրտեմ, ապաշխարության իբրև նշան, բայց ամոր ինձ մե ետ կուկա, որում ասին է խոսքը, Հիսուսին, անիգան ցես Սուրբ Հոգիով եւ գրագով պիտի մգրտե։ Սուրբ Հոգիով եւ գրագով ուրեմն Հովհաննեսեն ետ եկողը Հովհաննեսեն ավելի ինչ է։ Մեծ է եւ ինչապ մեծ է։ Քերազանցորեն ինչու։ Նեցեք ինչ կսե Հովհաննեսը։ Անիգա ինձ մե ավելի հզոր է եւ ես անոր գոշիկները գրելու իսկ արժանի չեմ։ Անցյալին իրենց դերերուն գոշիկները ովքեր կգրեին։ Ծառաները Հովհաննես մգրտիչ նույնիսկ հայտարարել որ ինք արժանի չէ Հիսուսին ինչը գոչվելու, ծառան գոչվելու, անոր գոշիկները գրելու արժանի չէ։ Եվ շարունակությունը վերջին Հեծյանոցը իր ցերկին ամբիդի մակրե իր գալը, սորենը հավաքեշ թեմարանի մեջ, իսկ հարտը այրե անշեջ գրակով։ Հեծյանոցը այդ երաժանին է սիրելներ, որ բիդի հարսացնե, հարտը և սորենը իրար մեզ ատել։ Շատ բան։ Ուրեմն Հիսուս կերազանց օրեն Հովհաննես մգրտիչը մեծ է, ուրեմն ինչու համար եկավ մգրտվելու։ Եվ տեսեք հաջորդ շարունակության մեջ երրորդ գլխու 12-րդ համարերը սկսյալ, երբ Հիսուս եկավ Հովհաննես հորտանանք հետ Հովհաննես մգրտիչեն մգրտվելու, տեսեք ինչը սա Հովհաննես մգրտիչը երբ որ տեսավ Հիսուսին։ Ես պետք ունիմ քեզ մե մգրտվելու եւ թունին ցիկուկաս Ես քեզ պետք է մգրտվեմ ով դե Ես արժանի չեմ քու ոտքերուդ գոշիկները գրելու Ինչ պատասխանեց Հիսուս Հիմա թույլ դուր որ այսպես ըլա որովհետև այսպեսով գադարած կլանք Աստուծո արդարությունը Ինչ կնշանակե գիտեք ինչ Աստուծո արդարությունը
կնշանակե Աստուծո արդար գամքը կամ Աստուծո ծրագիրը։ Ինչ էր Աստուծո ծրագիրը։ Ինչ էր Աստուծո ծրագիրը։ Որ Հիսուս ինչն է մարդկության բոլոր մեղքերը իր վրա շատ բան։ Բայց ինչու մգրտվեցավ Հիսուս։ Տեսեք, կարևոր բաներ կան, որ պետք չէ մոռանալ երբեք։ Հովհաննես մգրտիչ քահանա էր։ Հովհաննես մգրտիչ քահանա էր։ Ինչպես քահանա էր, որովհետև Հովհաննես մգրտիչ որու որդին էր։ Զաքարիայի, Զաքարիան ինչ է։ Քահանայի որդին ինչ կլար։ Քահանա։ Ամբողջ 5 դագարանի մեջ ղևտական ցեղը ինչ է։ Քահանա։ Ահարոնի ցեղը ինչ է։ Քահանա։ Ամբողջությամբ։ Ասիկա կարևոր գետ մնե որ գիտնակ։ Բայց մեկ տարբերությամբ Հովհաննես մգրտիչը դաջարի մեջ քահանայություն հրավ։ Իրեն դաջարի մեջ չարդոնեցին քահանայությունները։ Բայց այսինքն չարդոնեցին, որ դաջարի մեջ ծառայեր, բայց Հովհաննես մգրտիչը ոչ թե դաջարի մեջ ծառայեց, այլ Հովհաննես մգրտիչը դաջարին ծառայեց։ Ով էր դաջարը։ Հիսուս Քրիստոսը, որ ասավ, քամտեցեք այս դաջարը, եւ ես 3 օր պիտի վերաշինեմ զայն։ Տեսակ Հովհաննես մգրտիչը ծառայեց դաջարին, Հիսուսին ծառան եղավ, ադորամար հայտարարեց, որ ես գրելու իր ոչինները իրավունք չունեմ։ Ուրիշ բան, Հիսուս քանի տարեկանին սիրելներ եկավ մգրտվելու 30 տարեկանին։ Ինչու 30 տարեկանին։ Ինչու 30 տարեկանին։ Նախ գեցեք։ Հիսուս Եբրայեցիներու նամակի մեջ կգարտանք, որ Հիսուս Մելքիսեդեկի օրինակով Հիսուս ինչ է։ Քահանայապետ։ Գիտեք, որ 5 դագարանի մեջ Աստված օրենք դրած է, որ քահանաները երբ գրնային քահանայությանը սկսին 30 տարեկանին։ Գարտանք օրինակ սիրելներ 5 դագարանի մեջը տեսեք Տվոց գրքի 4-րդ գլուխը գարտացեք, այնտեղ կոնե 3 դեր ըսեմ ցեզի, թե 4-րդ գլխու Տվոց գիրք 5 դագարան Numbers 3-րդ համարի մեջ, 35 համարի մեջ եւ 40-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ 30 տարեկանեն վեր մինչև 50 տարեկանը վգայության խորանի մեջ պետք է կային քահանալը։ Վստահ է։ Շատ բարի։ Հիսուս 30 տարեկանին եկավ մգրտվելու։ Գիտեք ինչու մգրտվելու։ Որովհետև դարձյալ սիրելիներ մենք կգարտանք Ելից գրքի մեջ 29 եւ 30 գլուխներու մեջ նախքան Ահարոն քահանայապետը եւ իր զավակները քահանայության սկսելը գիտեք ինչ եղան ճուրով մաքրվեցան եւ հետո ինչի անցան քահանայական ծառայության ահա Հիսուս ամբողջացնելու համար 5 դագարանի օրենքը չմոռնաք Հիսուս եկավ ոչ թե օրենքը չնչելու այլ օրենքը ամբողջացնելու անոր համար 30 տարեկանին եկավ ճուրով լվացվելու որբեսի հայտարարել որ ինքը ով է քահանայապետը ապրի ըստակ է ադորամար էր որ Հիսուս սիրելիներ մգրտվեցան ուրիշ հարց կա Կանի հարցում կա 3 հարցում ևս կա լսենք Ինչ կնշանակե Հիսուսի հետևյալ խոսքը թե ամեն հայնոյություն կամ մեղք պիտի ներվի ցեզի բացի Սուրբ Հոգին հայելը ասի կարևոր հարցում է Գկարտանք օրինակ սիրելիներ Մատթեոսի ավետարանի 12-րդ գլխու մեջ 12-րդ գլխու 31 եւ 32 համարներու մեջ Հիսուս գսե Արաս Ով որ 31 այս պատճառով
35 արտամ, 32 ամաներ։ Ով որ ինձի հետ չէ, ինձի հակառակ է, ով որ ինձի հետ չի հավաքել գծրվել։ Այս պատճառով գսեմ ցեզի։ Մարդիկ որ կանալ մեղ գործեն կամ հայոյություն ունեն, Աստված պիտի ների անոնց այս բոլորը, բայց պիտի չների անոր որ Սուրբ Հոգին կհայոյե։ Այսինքն գնահատես այն։ Ովևէ մեկը որ մարդու որդին թեմ խոսի, Աստված պիտի ների անոր, բայց Սուրբ Հոգին թեմ խոսողին պիտի չների, ոչ այս աշխարհի մեջ, ոչ ալ համբերցյալի։ Այս խոսքը սիրելիներ Մատթեոս 13:31-32 ամառներն են, նույնը գրնակարտալ Մարկոսի Ավետարանի 3:28 եւ 29 ամառներն մեջ։ Շատ հետաքրքրական հարցումներ գծակին այստեղ։ Հիսուս կսե որ եթե նույնիսկ մեղքեր գործեք հայոյություններն եք պիտի ներվի ցեզի, բացի Սուրբ Հոգին դեմ եղած հայոյությունները։ Հարցում։ Ուրեմն եթե մեղա Աստծո, եթե հայր Աստծո դեմ հայոյություն ունեմ, կամ մեկը հայոյե հայր Աստծո, պիտի ներվի իր մեղքը։ Որտեղ գսե որ Հիսուս նայեցեք Աստված պիտի ների անոնց այդ բոլոր հայոյությունները որ մարդիկ կնեն, բայց պիտի չների անոնց որ Սուրբ Հոգին գայոյե։ Այսինքն գնահատես այն եւ շարունակության մեջ նայեցեք ինչ կսե։ Ովևէ մեկը որ մարդու որդին թեմ խոսի Աստված պիտի ների անոնց։ Ուրեմն որդին թեմ եղած հայոյությունը պիտի ներվի, հայր Աստծո թեմ եղած հայոյությունը պիտի ներվի, բայց Սուրբ Հոգին թեմ եղած հայոյությունը պիտի չներվի։ Ուրեմն պիտի մտածե մեկը կամ պիտի հարցնե մեկը, ուրեմն Սուրբ Հոգին հայր Աստծոց մի ավելի բարձր է, կամ արդյոք Սուրբ Հոգին որդի Աստծոց մի ավելի բարձր է։ Չէ որ հայրը որդին եւ Սուրբ Հոգին մեկ եւ անբաժան Աստված են։ Ինչու համար այստեղ այդպես կսվի։ Սիրելիներ տեսեք ինչ կսե Հիսուս։ Եթե մեկը մարդու որդին թեմ խոսի, Աստված պիտի ները։ Բայց Սուրբ Հոգին թեմ խոսողին պիտի չները։ Ոչ այս աշխարհի մեջ, ոչ կարիքի մեջ։ Գիտեք ինչու։ Որովհետև ով է որ այս կյանքին մեջ մարդս Քրիստոսի առաջնորդ է։ Սուրբ Հոգին։ Ով է որ այս կյանքի մեջ մարդս ապաշխարության առաջնորդ է։ Ով է որ մարդս թեպի հոգևոր աչքերը կպանա եւ թեպի արտար ջամփու մեջ են առաջնորդ է։ Սուրբ Հոգին։ Ինչու։ Որտեղ Սուրբ Հոգին այս երկրի մեջ որոնց մեջն է։ Մեր մեջ, մարդոց մեջ։ Սուրբ Հոգին է որ մեզ առաջնորդ է։ Հայրը երկնքի մեջ է, որդին երկնքի մեջ է, երկրի վրա չէ։ Սուրբ Հոգին մեր մեջն է։ Այն խոսքով Հիսուս կսե։ Սուրբ Հոգին երկրի վրա ծեր միակ վերջին միջոցն է ապաշխարելու զիս ցես ինձի մոտեցնելու։ Եթե դուք Սուրբ Հոգին անարգեք եւ այլևս չուզեք ինձի մոտի գնալ, այլևս փրկություն չունի։ Հստակ է։ Եվ այն ինչ որ սիրելին է, այն ինչ որ Հիսուս կատարեց, որու զորությամբ կատարեց, Սուրբ Հոգին, որտեղ հայրը որդին եւ Սուրբ Հոգին մեկ Աստված է, նույն զորություն ունի, բայց Սուրբ Հոգին, չէ՞։ Առաջին կարողությունը Հիսուսի եղավ։ Աստծո Հոգին իմ վրաս է։ Շատ բարի։ Երբ որ Հիսուս Աստծո զորությամբ, Սուրբ Հոգին զորությամբ, նույն զորությունն է, որը որդին եւ Սուրբ Հոգին զորություն նույնն է։ Սուրբ Հոգին զորությամբ այդ բոլորը կատարեց, հրաշքներ, մերելներն արություն արավ։ Հրյա ղեկավարները ինչը սին Հիսուսին համար։ Ըսին որ Սուրբ Հոգին զորությամբ կնե։ Այլ ինչը սին որ Հիսուսի մեջ ինչ կա։ Բերզեբուղը կա, սատանաներու իշխանը, եւ ըսին որու զորությամբ է որ գանե չարտևերը, սատանայի զորությամբ։ Ահա հրյա ղեկավարները մեղանչեցին որու թեմ։ Սուրբ Հոգին թեմ։ Այսօր ալ սիրելիներ, անոնք որոնք Աստուծո հոգիով կգործեն եւ մարդիկ սատանայի հոգին կվերակրեն անոնց, Սուրբ Հոգին թեմ գործած կտա։ Այս է որ աններելի է, որտեղ այլևս Սուրբ Հոգի են զատ
ուրիշ բրդության արիտ միջոց չունի մարդը։ Ստագ է, ուրիշ հարց։ Այսօր արիտ ուտանք, որ դուրս են մարդիկ հարցնեն սիրելներ, երկու հարցնած շատ բարի։ Ինչու համար հարցուն ասե, ինչու համար Աստված Մովսեսին թեմ բարգացավ և Մովսես ժայռին զարգավ երկու անգամ։ Շատ կարևոր հարցում է։ Լսած եք այս հարցումը, ինչու համար Աստված Մովսեսի թեմ բարգացավ, երբ որ Մովսես իր ցերկի կավազանը երկու անգամ ժայռին զարգավ եւ ժայռեն ինչ ելավ, չուր ելավ։ Ինչու համար բարգացավ եւ նույնիսկ այդ պատճառով Մովսես ուր չմտավ, խոստացված երկիր չմտավ։ Սիրելիներ, շատ հետաքրքրական երկու պատմություններ կան 5 գրականի մեջ։ Մեկը Ելից կրկի մեջն է 5 գրականի 17-րդ գլխի մեջ, երբ որ եկեք բանամ ցեսի Ելից 17-րդ գլուխ Իսրայելի որդիները սիրելիներ, եւ որ Ռապիտիմի մեջ փանակ հաստատեցին, փանագեցան, այդ ժամանակ խմելու չուր չունեին եւ Մովսեսի թեմը խոստացան, հարգացան, սկսան ասել, որ ինչ է մեզի այստեղ բերի, ինչու մեզի այստեղ բերի, եւ Մովսեսը անոնցավ ինչու ինձ եք կվիջիք, ինչու դերը կպորցեք, ժողովուրդը չուրին համար խիստ պարգացավ և սին Մովսեսին, ինչու համար մեզ Եգիպտոս են անեցիր, մեզ ու մեր որդիները և մեր հոդերը ծարավեն պիտի մերցնես, Մովսեսն ալ ջարահատ ինչ պիտեն է, այդքան ժողովուրդին ինչ պիտեն է, ուրգեն չուր անաբադի մեջ է, Մովսես ելավ կնաց, որու կանգադեցավ, Աստուծո, ըսա որ ինչ ունեմ այս ժողովուրդին, գրեթե պատրաստ են զիս քարոզելու։ Տեսեք Աստված ինչ ասա։ 5-րդ եւ 6-րդ համար։ Կարևորը 6-րդ համարն է, որ պիտի գարտամ, բայց 5-րդն գարտամ։ Դերը Մովսեսի ասա. ժողովուրդին արչև անցիր ու Իսրայելի ձերերը քեսի հետ ար եւ քու խավասանը, որով քեդը զարգիր, ցերկը դար ու կնա։ Արչևեն անցիր ժողովուրդին Ղեկավարներն ալ, երեցներն ալ ար, արջևեն անցիր խավազանը, որ տուն գարմիր ձողուն զարգիր և պացվեցավ, ցերկը դա։ Դեսեք իմա 6-րդ համար։ Ահա Հորեբի մեջ ժայռին վրա հոն քու արջևդ գգայնին, ժայռին վրա քու արջևդ պիտի կանգնի։ Ժայռին զարգ ու անգե չուր պիտի ելե և ժողովուրդը պիտի խմե։ Եվ Մովսես այնպես ռավ Իսրայելի ձերերուն արջև և այդ դեղին անունը տրին Մասա ու Մերիբա, այսինքն փորձություն և վիճապանություն։ Շատ բան։ Հարց կամ ինչ եմ իմա, Աստված Մովսեսին ասա, որ խավազանը զարգ և չուր պիտի ելնե, և ես ժայռի վրա պիտի գնամ, և չուր ելավ խմեցի։ Համաձայն։ Բայց ասկա միակ անգամը չէ։ Ուրիշ անգամ, այս անգամ կգարտանք սիրելներ թվոց կրկի մեջ, դարձյալ 5 դագարանի մեջ, թվոց կրկի 20-րդ գլխի մեջ։ Տեսեք ինչ պատահեցավ։ Շատ հետաքրքրական բանը պատահեցավ։ Նոր է հրյա ժողովուրդը թշնոյեցավ Մովսեսի դեմ, որ մենք անապատի մեջ պիտի մեռնենք, Եգիպտոսի մեջ տեսեք ինչ կսեն։ Ինչու համար մեզ Եգիպտոսեն հանեցիր, մեզ այս կեշ դեղը բերելու համար, հոս ոչ սեմ ցանելու դեղը, ոչ թզենիներու, այգիներու, նրդենիներու խմելու չուր անգամ չկա։ Մովսեսը ժողովուրդի թիմացեն ելավ Աստուծո թիմաց, քանքադեցավ, տեսեք Աստված ինչ ըսավ Մովսեսին, հոս է հարցը, այս երկրորդ անգամն է հարցը։ Աստված Մովսեսին սավ, խավազանը ար, լավ լսեցեք, անոր համար սիրեներ կարևոր է, որ Սուրբ Գիրքը գարտակ, բաց աչքերով գարտակ։ Խավազանը ար
ու ժողովուրդը հավաքել։ Քավազանը ինչու առասավ Աստված, որ ժայրին զարնե։ Ոչ, սա քավազանը, որ ժողովուրդը հավաքել, որտեղ ադիկա իր հովվական քավազանն է։ Լավ լսեցեք հիմա։ Թուր ու քու եղբայրդ Ահարոն եւ անոնց աչքերուն արջև, ուրեմն Թուր եւ եղբայրդ քավազանը արկացեք ժողովրդին արջև եւ անոնց աչքերուն արջև ասեք աբարաժին ու իր ճուրը պիտի տա։ Ասեք, խոսեցեք աբարաժին ժայրին եւ ճուրը պիտի տա։ Դեսեք ինչ մտածեցա։ Թուն աբարաժեն ճուր պիտի անես անոնց ու ժողովրդին եւ անոնց անասուններուն պիտի խմցնես։ Ասիգա տվոց գիր 20-րդ գլուխ սիրելներ 8-րդ ամառ։ Մովսես ինչ ռավ։ Առաջին անգամ Աստված իրեն սա քավազան ար աբարաժին զարգ ճուր պիտի դե։ Երկրորդ անգամ Աստված Մովսեսին ասա քավազանը ար ժողովուրդը հավաքե աբարաժին հետ խոսե եւ աբարաժը քեզի ճուր պիտի տա։ Շարունակությունը լսեցեք։ Մովսես արավ քավազանը դիրոջ արջև է, ինչպես իրեն պատվիրեց, Մովսես ու Արոն ժողովուրդը աբարաժին արջև հավաքեց եւ Մովսես ասավ անոնց. լսեցեք հիմա ով ապստամբներ, ցեզի այս աբարաժեն ճուր պետք է հանենք։ Ներողություն Մովսես, ճուրը ով է դվողը։ Աստված ինչը սիր Մովսես։ Ժողովրդին ինչը սիր։ Մենք պիտի անենք, մենք ով է։ Ես եմ եղբայրս Ահարոնը։ Լսեցեք հիմա։ Եվ Մովսես իր ցերկը վերցուց ու քավազանովը երկու անգամ աբարաժին զարգավ։ Եվ արագորեն ճուր ելավ եւ ժողովուրդը անոնց անասուներեն խմեցին։ Երկու անգամ ճուր քավազանով զարգավ եւ այդտեղը սիրելիներ գոչվեցավ Մերիբա, այսինքն վիճապանության վայր։ Հարցում, ինչ կապ ունի, որ քավազանով զարգամ կամ խոսեցավ։ Հնազանդություն, Աստուծո հնազանդություն, ճիշտ է։ Հայց ուրիշ բան մնալ գա, առաջին անգամ եւ որ գարտացին, լսեցիք ինչ ասավ դերը։ Ես աբարաժին վրան պիտի ելնամ։ Գիտեք ով է աբարաժը։ Ուրգե գիտեք Հիսուս Քրիստոսն է։ Որովհետև եկեք սիրելներ մեր գլուխեն բաներ չխոսենք, եկեք տեսնենք Սուրբ Գիրքը ինչ կսե։ Եթե գարտանք առաջին Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 4-րդ համարը, տեսեք շատ կարևոր բանը գսե Պողոս Արաքյալը։ Գսե Եվ Մովսեսի հետևելով երկրորդ համարեն կգարտան, որ կարևոր ինձ 4-րդ համարն է։ Եվ Մովսեսի հետևելով բոլորն ալ մգրտվեցան ամբին եւ ծովու մեջ եւ որ կարմիր ծովը մտա։ Բոլորն ալ նույն հոգեվոր ուդելիքը գերան եւ բոլորն ալ նույն հոգեվոր ըմբելիքը խմեցին, որովհետեւ խմեցին հոգեվոր ժայռը, որ իրենց հետ գերտան։ Խմեցին հոգեվոր ժայռը, որ իրենց հետ գերտան։ Ժայռը իրենց հետ գերտան եւ այդ ժայռը Քրիստոս ինքն է։ Այդ ժայռը Քրիստոս ինքն է գսե Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ 4-րդ համար։ Լավ, հիմա Մովսեսը առաջին անգամ եւ որ քավազանով զարգավ ժայռին անիկա գիտեք ինչ կխորտանշե Հիսուսի խաչելությունը, որ Հիսուս խաչվեցավ եւ իր խաչելությամբ մեզի ինչ շնորհեց, կյանք շնորհեց։ Հիսուսի գողեն ինչ ելավ, ճուր եւ արյուն, կյանքի ճուր տվա։ Հիսուսը ով որ ծարավ է, ինձի թող կա եւ թող մե։ Երկրորդ անգամ եւ որ Աստված Մովսեսի ասա որ խոսե ժայռին է, ժայռին խոսի, ոչ սա, Մովսես ոչ միայն չխոսեցավ, այլ քանի անգամ զարգավ, երկու անգամ, ըսի որ սիրելիներ, զարնելը խորհրդանիշ է Հիսուսի խաչելության, Հիսուս քանի անգամ խաչվեցավ, մեկ անգամ խաչվեցավ, եւ այս խոսքը սիրելիներ Եբրայեցիներու նամակի
6-րդ գլխու 46-րդ համարի մեջ տեսեք ինչ գսե շատ կարևոր խոսքը Բողոս Արաքյան գսե Եբրայեցիս 6-րդ գլուխ 46-րդ համար ներողություն շատ լավ ներողություն 6-րդ գլուխ 6-րդ համար ուրեմն գսե Բողոս Արաքյան անգարելի է ասիգա այսինքն եւ որ մեկը Հիսուսը ուրանան նորեն ապաշխարության մասին որովհետեւ այդ ցեվով իրենց համար վերստին խաչ կհանեն Աստուծո որդին զայն հրաբարագավ խայդարակ կներով վերստին խաչը հանեն Հիսուս քանի անգամ խաչվեցավ մեկ անգամ հետեւաբար ամբողջ սիրելիներ երկու անգամ կփորձե Հիսուսը խաչ անել ուրանալով զին այլևս Տիրոջ կողմեն դուրը չէ հիմա Մովսեսի կանով Մովսես եւ որ երկու անգամ զարգավ ժայռին իրականության մեջ հոգեվոր իմաստով չմոռնակ կնշանակի որ Մովսես երկու անգամ Հիսուսը փորձեց խաչել ադորամարալ բաճվեցավ եւ խոստացված երկիր չմնաց ավելի չէր կարող վերջին հարցումը Աստվածադրության վրա հիմա ես հարցում ինչ է Աստվածադրությունը ինձ համար կարծես as Bible study as question եւ հարցումներով ամենայն խորհուրդ աստվածադրությունները որ երբեք չի լսած Saint Bible-ը հարցումս ասել քանի որ մենք գիտենք եւ Աստվածաշնչի մեջ շատ ասված է ան որ Աստծո խոսքին անհնազանդ մնա մեր պատիժ ունենա հիմա հասկանամ որ Մովսեսի պատիժը խոստացված երկիր չմտնելն է բայց չէ որ արդյունքը իր անհնազանդ մնալուն ջուրն է որ ժողովրդին դրվեցավ ինչու պետք է մեկ անհնազանդ մնա եւ Աստծո խոսքը չնե եւ այդ ժայռը ջուրը ելնե շատ լավ հարցում է ինչու համար անհնազանդ պիտի ելնար Աստուծո հանդեպ Մովսես եւ սակայն ջուրը պիտի ելներ որովհետեւ Մովսես Աստուծո թեմ անհնազանդ գտնվեցավ ժողովրդի մեղքը չէր Մովսես պատիժը գրեց խոստացված երկիր չգրելով Այդ ժողովուրդը Աստված չուզեց, որ ժողովուրդը անապատին մեջ մերներ, անորաբար Աստված չուր դվավ։ Կարելի է ջուրը ուրիշ ցևով մտնել ժողովրդին եւ ոչ թե անհնազանդության արդյունքի պատճառով։ Ադիալ Աստծո գործելակերպն է։ Եվ նաեւ այդ ասեմ, որ իրականության մեջ Մովսես խոստացված երկիր չմտավ, բայց միշտ հիշեցեք, խոստացված երկիրը երկրավոր իմաստով Երուսաղեմն է, բայց խոստացված երկիրը ապիդենական իմաստով երկինքն է եւ 11-րդ գլխի մեջ Եբրայեցիներում այնտեղ ախոյաններու մասին խոսի, հավատքի ախոյաններու մասին Ենովքին, Աբրահամին, Մովսեսին, բոլորն ալգսե խոստացված երկիրը տեսան, բայց չմտան, որովհետեւ իրականության մեջ խոստացված երկիրը ինչն է, Աստված, որ իրենց համար պատրաստած է երկինքը։ Հետևաբար Մովսես երկինք պիտի մտնի։ Վերջին հարցումը, վերջի ցեզի արի պիտի դամ ներսիներ Տեսակ ինչա խորում բացատրություններ կան։ Վերջին հարցումը ասե քրիստոնյաները եւ իսլամները նույն Աստվածը կբաշխեն։ Քրիստոնյաները եւ իսլամները նույն Աստվածը կբաշխեն։ Ապրիկ։ Պատասխանը ոչ է, շատ ապ։ Սիրելիներ, հետեւյալը ասեմ։ Արդեն վստահ եմ որ գիտեք ամենօրյա պատկաններուս եւ գիտեք որ 5 շաբթի օրերը աղանդներում սուտ վարտաբերության ստեմ կխոսին եւ այս վերջին երկու շաբաթները սկսած եմ իսլամներուն թեմ խոսիլ կամ իսլամներու մասին խոսիլ որովհետեւ մեր ժողովրդի զավակները զուշացնեմ եւ մնան Պատասխանը հստակ է քրիստոնյաներուս բաշխած Աստվածը եւ իսլամներուն բաշխած Ալլահ նույն Աստվածը չէ Որքան ալ փորձեն սիրելներ աշխարհի ղեկավարները, նույնիսկ քրիստոնյա ղեկավարներ, քրիստոնյա գրոնավորներ, ասեն որ մենք նույն Աստվածը կպաշտենք, ոչ, նույն Աստվածը չենք պաշտել։ Իսլամներուն Ալլահն, չեմ ուզել ասել Աստված, Ալլահն իրականության մեջ սիրելիներ հետանոց Աստվածներեն մեկն է։ Գիտեք որ իսլամները Սաուդի Արաբիայի մեջ
Քաաբան ունի, չէ՞։ Այն վայրը Մեքքայի մեջը, այն քարագուսի վայրը Քաաբա, արաբերենով կնշանակի քարագուսի վայր, ուր սև քարը կա եւ շուրջը կդառնան եւ ոնդերը պաշտամուն կներ, չէ՞։ Իրենց մեղքերը սև քարին վրա գուլան գամուներ եւ այլն։ Ըստ իսլամներում այդ քարը բերված է դրախտեն, սկիզբը սպիտակ ջերմակ եղած է, բայց մարդոց մեղքերու պատճառով սևծած է եւ այլն։ Իսկ ոմանք ալգսեն այնտեղ Աբրահամ իր զավակը պիտի զոհեր այդ քարն է որ այնտեղ։ Բայց իրականության մեջ կսեմ, որ երբ որ գարտակ ուղղակի պատմությունը, ոչ իսլամներեն առաջ, այդ վայրը, այդ Քաաբայի վայրը եղած է հետանոստերուն 360 չաստվածներու պաշտամունքի դաջարը, այդ վայրը։ Այնտեղ դարվան յուրաքանչյուր օրվան համար հետանոստներ աստվածներ կպաշտեին եւ այդ աստվածներեն մեկուն անունը Ալլահ է։ Եվ հետևաբար եւ քանի որ ինքը Մուհամմադը հոնդերեն է եւ այդերի ժողովուրդը ուզեց գրավել, Ալլահ գոչեց, որտեղ Ալլահը այդ 360 աստվածներուն գլխավորն է եւ զայն գոչեց իրենց աստվածը։ Ինչու համար նույն աստվածները չունի։ Քանի պատճառներ կա, միայն քանի պատճառներ, 1000 պատճառ կրնամ դար, բայց քանի պատճառներ կա։ Առաջին մեր աստվածը, որ մենք կճանչնանք, մենք կճանչնանք, որու միջոցով Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հիսուս Քրիստոս Աստծո որդի Աստված է։ Հիսուս է որ հայտնեց մեզի ով է Աստված։ Ճիշտ է։ Ուրեմն Հիսուս Աստծո ինչն է որդի։ Աստված մեր ինչն է հայրը։ Ադորամար մենք եւ որ գաղութենք կսենք հայր մեր որ հերկինս է։ Ապիկ։ Կամ Ալլահի։ Ալլահը հացարցակ կերպով հայր չի գոչվում։ Իսլամներուն համար Ալլահը երբեք հայր չէ։ Ուրեմն ինչպես կրնալան, որ Աստված որ հայր է, 600 տարի ետքը հանգարց սա որ չի այլևս ես հայր չեմ։ Որովհետև իսլամներուն համար հայր ըլլալ ֆիզիկական կնշանակի։ Եթե ասեմ որ Աստված հայր է, այնադեմ պիտի ընդունի որ Հիսուս Աստուծո որդին է, բայց իրենք ասեմ որ Հիսուս Աստուծո որդին չէ, այլ Աստուծո ինչն է, ծառան է։ Ահա սիրելիներ, արդեն իսկ մերժված կլա որ նույն Աստվածը չունենք։ Երկրորդ Աստված ողորմած Աստված է, որ կսիրե բոլոր մարդուց։ Անխդիր, արդարինալ, մեղավորինալ Աստված իր արևը կծակեցնե եւ իր անձրևը կդեղացնե։ Ալլահը չի սիրել քրիստոնյաները, հրյաները եւ մյուս ազգի մարդիկը։ Ալլահը կսիրե միայն որոնց իսլամները միայն։ Ուրեմն չի կրնար ճշմարիտ Աստվածը լալ որ բոլորին սիրե։ Ստակ է եւ որբեսի մարդ բրգվի պետք է ինչը լա իսլամը լա։ Մինչդեռ սիրելիներ մենք գիտենք որ Քրիստոսի հավատացողն է որ գբրգվի, որովհետև Հիսուսը ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Շատ բարի։ Երրորդ իսլամները չէ Qur'անի մեջ կսվի որ Մուհամմադը ինքս է ես չեմ գիտեր որ ինձ ինչ պիտի լա։ Չի գիտեր որ ինք պիտի բրգվի կամ ոչ։ Հետևաբար իր հավատացողները երբեք պիտի չբրգվին, որովհետև ինք բրգված չէ։ Իսկ մենք գիտենք որ Հիսուսը ես եմ կյանքը եւ առողջությունը, ով որ ինձ կհավատա, նույնիսկ եթե մեռնի, ինչ պիտի լա, հավիտենական կյանքը պիտի շարունակի։ Հետևաբար Քրիստոսի հավատացողը բրգություն ունի, իսկ իսլամներուն Ալլահին հավատացողը բրգություն չունի։ Եվ այսպես սիրելիներ շատ լագավին նյութեր կան, հետևեցեք 5 շաբթի օրվան իմ խոսքերուս, այնտեղը բազմաթիվ ձևով կներկայացնեմ ձեզի։ Նաև հետևյալը ասեմ, որ մենք գիտենք Մայրիկ Աստվածածինը որու աղջիկն է, Աննային եւ Հովագիմին, Մայրիկ Աստվածածին եղբայրներ ուներ, ոչ, Qur'անի մեջ գիտեք որ Սուրբ Մայրիկ Աստվածածին անունը գիշի, չէ՞, բայց գիտեք որ ով է Մայրիկ Աստվածածինը ըստ Qur'անին, Ահարոնին եւ Մովսեսին քույրը։ Այսինքն 2500 տարվա տարբերություն։ Ուրեմն նույնիսկ Մարիամը որտեղ Մովսեսի եւ Ահարոնի քույրի քրոջ անունը ինչ է։ Մարիամ է,
Բայց ոչ մայրիկ Աստվածածին է, 2500 տարվա տարբերություն կա։ Ղուրանը Մուհամմադը շատ բաներ լսած էր, անասկեններ կամ նյութեր, կողքովի բերած է, բայց չի գիտեր, որ ով է ինչ է։ Եվ ադորամար գսե, որ Մարիամ Ահարոնի և Մովսեսի կույրն էր։ Եվ Հիսուսի անունը արաբները ինչ կգոչեն, ինչ կգանչեն Հիսուսը, Եսուա, չէ, Եսուա, Եսու բարեն կա։ Իսկ իսլամները ինչ կգանչեն, Հիսա, Մուսա, նույն անունին ցայնավորներն են գարցեկել, որ բացարձակ երբով մեր Հիսուսը չէ։ Ստագ է, շատ բան։ Հիմա ներքին, ով հարցում ունի ներսեն։ Հրամեն, Եգուր Սիլվա, ով որ հարցում ունի հոստող կա, կխնդրեմ, որ ժամանակ չանցնենք։ Ով որ առաջ եկա։ Եգուր, կովը, ոս արջև նստի։ Այո, արակ։ Ես հիմա կբանասանեմ ասիկա, որբեսի հանի մեջ լսվի, վիդյոյի մեջ լսվի, ժողովուրդ մեկ վարկա։ Հիսուսը ասեց, որ գոպի ավազակի, որ այս գիշեր դու ինձ հետ կլինես, բայց մենք գիտենք, որ Հիսուսը երեք օր է դժոխք։ Շատ բարի, ուրեմն գարցն է, որ աչագոմյան ավազակը ըսա, որ Հիսուսի, կնասնստի, ըսա, որ Հիսուսի դեր հիշեզիս, երբ որ դու արկայությամբ դուքաս, չէ, Ղուգասու Ավիդարանի 20-րդ գլխու 42-րդ համարի մեջ, ըսա, որ դեր հիշեզիս, երբ որ արկայությամբ դուքաս, ինչ ըսավ Հիսուս իրեն հաջորդ համարի մեջ, գարտան, Ղուգասու Ավիդարանի 24-րդ գլխու 20-րդ գլխու 40-րդ համարի մեջ, Հիսուս ըսավ, ճշմարիտ կսեմ քեզի, դու այսօր ինձի հետ ուր պիտի Տրախտի մեջ, ժողովուրդ, երկու տարբեր բաներ։ Աչագոմյան ավազակ Հիսուսը խնդրեց, որ Հիսուս երբ որ վերադառնա իր թագավորությամբ հիշեզին, իսկ գսե, ուրեմն Հիսուս այսօր դու ինձ տրախտի հետ միլաս։ Տարբերություն կա, անշուշտ, տարբերությունը հետևյալն է։ Քրիստոս երբ պիտի գա իր թագավորությամբ։ Իր երկրորդ կալուստին։ Հետևաբար Քրիստոս երկրորդ կալուստն ադարեց։ Ոչ։ Իսկ տրախտը ուր է։ Տրախտը այն վայրն է, որ արտարներուն ժամանակավոր տրախտը արտարներուն ժամանակավոր բնակավայրն է։ Բայց տրախտի մեջ մարդ կար Հիսուսեն առաջ։ Ոչ, բոլորն ալ նույնիսկ արտարները օքիներ ուր կգտնվեին։ Դժոխքի մեջը, դժոխքը ուր է։ Ժամանակավոր դանչարանն է, որովհետև իրականության մեջ, երբ որ Քրիստոս վերադառնա իր արկայությամբ, դժոխքն ալ ինչի մեջ պիտի նետվի, գրագել ինչի մեջ պիտի նետվի։ Ուրեմն դժոխքը ժամանակավոր դանչարանն է, կամ այն հանգրվան է, ուր հոգիները գավակվին, իսկ տրախտը արդարներու հոգիներու հավաքավայրն է։ Երբ որ Հիսուս ասավ, այսօր դու ինձ տրախտի մեջ, հետ տրախտի մեջ կդաս, որովհետև Հիսուս, երբ որ գնաց քարոզեց դժոխքի մեջ, արավ հոգիներ ուր տարավ արդարներ հոգիները, տրախտի մեջ, եւ ավազակին հոգին ուր եղավ, դժոխքի մեջ թե ոչ տրախտի մեջ, տրախտի մեջ։ Իսկ երբ որ Քրիստոս երկրորդ անգամ կա, այդ ժամանակ հիշեցի սկսե աչագումյան ավազակը։ Ստագ է, անցնի։ Արակ։ Շնորհակալ ենք մեր Աստվածարից իջադուց կզենքացնենք, ես երկու հարցում ունեմ։ Առաջի հարցումը մենք միշտ ենք հայր սուրբ կամ մեր հայրերուն հայր դրանչենք կամ հոգևոր հայր, բայց Մատթեոս Ավետարանի 23-ին համատինի մեջ գրված է, որ այո, երկրի վրա հայրի կոչեք, որովհետև մեր հայրը մեկ է, այս առաջի հարցումն է։ Երկրորդ հարցումը, որ մենք մեր դուսկերի վրա խաչ ունենք, եւ երբեմն մեր խաչի վրա խաչալ Հիսուս կա։ Հարցումը ալ է, որ գսեն, որ դուք ինչպես խաչալ Հիսուս գտնեք, որովհետև Հիսուսը մեկ անգամ խաչվեցավ, մեկ անգամ մահացավ եւ հարություն արավ, պետք է, այսինքն խաչը պարաբել, ոչ թե խաչալ Հիսուսի վրա։ Շատ բարի։ Ես խաչալ Հիսուս ծրերին դուսկիս վրա։ Շատ բարի։ Այս հարցում շատ շնորհակալ եմ։ Անպայման։ Ուրեմն առաջին հարցումը Մատթեոսի Ավետարաներս 20-րդ գլխու, որ գսվի երկրի վրա ովևէ մեկը հայր մի գոչեք, որովհետև դուք մեկ հայր ունիք, որ երկնքի մեջ է։ Շատ բարի։ Այս խոսքը ընդհանրապես լիներ,
Փոքրական եկեղեցիները շատ կօգտագործեն ասելու համար, որ կամ նույնիսկ աղանդավորներն ասեմ, հաճախ հարցակում գործելու համար, որ ինչու համար գրոնավորները հայր կոչեք, հայր սուրբ կոչեք, դեր հայր կոչեք, հայր պետք է կոչեք երկրի վրա, շատ հայր։ Նախ առաջին հերթին պետք է զանազանել գիտնան երկնավոր հայր, որ հայրը մարդկային հայրերն են, պետք է հստակ զանազանել գիտնան։ Այն, որ երկրի վրա ինքզինք հայր գհամարել, ինչ իմաստով հայր, որպես արարիչ, որտեղ չմոռնաք երկրի վրա բազմաթիվ չաստվածներ կան, որոնք իրենք ինչ կհամարեն։ Աստված հայր երկրի վրա որպես արարիչ կհամարվի, անոնք բացարձակ կերպով մերժելի են, որովհետև մենք ունենք մեկ հայր, որ երկնքի մեջ է, բայց միթե դերը հակառակ է, որ գրոնավորներ հայր ոչին, եթե այո, այդ բարակային ինչու համար Պողոս առաքյալ գսե ես եմ ձեր հոգևոր հայրը, ես եմ ձեր հայրը, ինձ այդ ուրիշ հայր չունի գսե Պողոս առաքյալը, ինչու, որովհետև հոգևոր հայրությունը ամբողջությամբ տարբեր է, Աստուծո հայրությունը ամբողջությամբ տարբեր է, ինչպես որ օրինակ երկրի վրա ուրեմն զավակներ իրենց ծնողները թող հայր կամ մայր չկոչեն, հապա ինչու համար Աստված դասնապանյա պատվիրանի մեջ ասավ պատվե հայրդ և մայրդ, եթե Աստված թեմ է, որ երկրի վրա մեկը հայր կոչվի, ինչու համար Աստված այդ պատվերը պիտի տա, ինչու համար Հիսուս ալ պիտի գրներ այդ պատվերը, ինքն ալ ասավ պատվե հայրդ և մայրդ, ան որ իր հայրը և մայրը դանարկե դժողքի արժանի է, ինչու համար Հիսուս ասավ, հետևաբար խոսքը բացարձակ կերպով գոչումի մասին չէ, այլ խոսքը Աստուծո հայրության մասին, որով Աստուծո հետ ովևէ մեկ Աստված չի համեմատվիր որպես հայր։ Հստակ է, այս է կարևորը, որ այնապես եւ որ գրոնավորին գսես հայր, դեր հայր, հայր սուրբ եւ այլը, անիկա հոգեվոր իմաստով է, որ հոգեվոր դաստիարակությամբ քեզ ծնած է։ Հստակ է, իմ հոգեվոր հայրս Զարե Սրբազանը իմ հոգեվոր հայրս է, բայց Զարե Սրբազանը իմ Աստվածից չէ։ Հստակ է։ Երկրորդ, խաչի վերաբերյալ, ասեմ, որ մեր հայաստանյաց առաքելական եկեղեցին, քանի որ միշտ կսենք Քրիստոս հարյավի մերեդոց, մեր առաքելական եկեղեցվո ավանդությունն է, որ խաչերը միշտ առանց խաչյալի գնան։ Ինչու խաչերը առանց խաչյալի, որովհետև Քրիստոս հարություն առանց է։ Կաթոլիկ եկեղեցվո մեջ եւ նաեւ ինչպես այս եկեղեցիներ դրեցեք խաչը խաչյալով, որովհետեւ իրենց ավանդության մեջ միշտ խաչը խաչյալով ներկայացված է։ Երկու տարբեր ավանդություններ են, ինչպես օրինակ կաթոլիկ եկեղեցվո մեջ ողջույն քեզ Մարիամը կա, առաքելական եկեղեցվո մեջ ողջույն քեզ Մարիամը չկա։ Հստակ է, այլ կա օրինակ գարչ աղոթքը, անաբադական այրելու աղոթքը Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, ողորմյա մեղավորիս, օրինակ, չէ՞։ Հետևաբար, տարբեր ավանդությունները սխալ չեն բացարձակ կերպով, երկուքն ընդունելի են։ Ոչ մեկ սխալ բան չկա, որ խաչը խաչյալով ունենաս դանդ մեջ կախած կամազի վրա, կամ խաչը առանցին առանց խաչյալի։ Բայց մեր եկեղեցու ավանդությունն է, որ առանց խաչյալի կներկայացնենք, որովհետև Հիսուս հարություն առած է, անորոմար թե մեր եկեղեցու կմպետներու վրա, թե եկեղեցու բադերու վրա, թե գրոնավորներուն ցերկի ուրեմն խաչերու վրա, ցերած խաչերու վրա, թե նաև խաչքարերու վրա միշտ Հիսուսը առանց միշտ խաչը առանց խաչյալի կներկայանա, բայց սխալ բան չկա։ Մարկոսի 6-րդ գլուխ 11-ը հարցումս այսպիսին է, ասում է Հիսուսը, որտեղ որ մտնեք, որ ձեզ չընդունեք, ոտների տակի փոշի թոթվեցեք, նրանց վկայություն լինի։ Ինչ վկայության մասին է խոսքը, առաջին հարցումս, երկրորդ հարցումս այսպիսին է, որ Հիսուս Քրիստոս 4 օրվա մահացած Ղազարասին հարություն տվեց։ Արդյոք չէր կարող մանավանդ գիտեր, որ Սուրբ Հովհաննես Մկրտչին գլխատումից փրկել ինքն չտարի կատարել, քանի որ ինքը շատ սիրված էր
Հերովդեսի կողմից Հովհաննես Մկրտիչը եւ նրա ժողովուրդը նրան ընդունել է որպես ճիշտ մարգարե։ Շատ բարի։ Շատ լավ երկու հարցումներ են։ Առաջինը սիրելիներ, որ Հիսուս սկսե որ երբ հերանակ ծեր ոտքի փոշիները կոտրեցեք։ Նախ ինչու համար։ Եվ որ Հիսուս իր 12 աշակերտները ուղարկե, մենք կգարտանք Մարգոսի ավետարանի 6-րդ գլխի մեջ, որ Հիսուսը ասավ, կացեք, շրջեցեք գյուղերը, քաղաքները, չար ոգիներ հանեցեք մարդոց մեջ են, իշխանություն կդամ ցեզի, եւ ասա որ ջամփուն վրա ցեզի համար ոչ մեկ բան արեք, բացի կավազանեք, ոչ բար կարեք, ոչ հաց, ոչ տրամ ցերկոդիրու մեջ եւ հողաթափ թակեք եւ ավերորդ հագուստ մի առնեք ցեզի։ Եվ Հիսուսը որ դունը որ մտնեք, ասեք խաղաղություն տողն այստան եւ այդ դամ մեջ իջևանեցեք։ Իսկ եթե երբ դուրս ելեք ովևէ դեղե, որում բնակիչները ցեզ չեն ընդունիր եւ չեն լսել, ցեր ոտքին տոտվեցեք իբրև վկայություն անոնցներ։ Ինչ բանի վկայություն։ Թադաստանի վկայություն։ Այսինքն, որ մենք եկանք ցեզի Աստուծո Քրիստոսի ավետարանը քարոզեցինք։ Դուք չուզեցիք ընդունել, դուք չուզեցիք լսել։ Հետևաբար մենք երբ որ դուրս գելենք այս քաղաքեն կամ այս տունեն, մեր ոտքի վրա փակած փոշին անգամ գտոտվենք, ասելու համար որ ծեր քաղաքեն բամը չարինք, դուք ովևէ մեկ բանով, մենք ցեզի ովևէ մեկ բանով բարդական չենք, հետևաբար դուք Աստուծո Թադաստանի դիմաց պիտի կանգնիք, թադաբարդվիք, որտեղ չուզեցիք լսել Աստուծո խոսքը կամ ավետիսը։ Այդ թադաբարդության համար, այդ վկայության համար։ Ստակ է։ Քանի որ Ասիանին ճամփաները փոշոտ կլային սիրելներ, հետևաբար ոտքի կփակեր, այսինքն Հիսուս սկսե որ նույնիսկ փոշին մի տանեք ցեզ հետ, որովհետեւ վերջեսնցե որ մեր փոշին արին իրենց հետ արին։ Փոշին ալ ցեզի տոմնա, որովհետեւ վկայություն, որ դուք չընդունեցիք Աստուծո ծառաները։ Շատ։ Երկրորդ Հիսուս Հիսուս Ղազարոսին հարություն տվավ Հովանու ավետարանի 11-րդ գլխի մեջ կարտան։ Չեր դրնար այնպես սնել, որ Հովանես Մկրտիչն ալ չգլխատվեր, կամ նույնիսկ Հովանես Մկրտիչն ալ հարություն տար։ Չէ որ շատ սիփած էր, շատ բարի։ Հիսուս գրնար այդ բոլորը անել, հարցում։ Այո, բայց քանի որ շատ կարևոր բաներ կա։ Հիսուս երբ որ հարություն տվավ թե Ղազարոսին, թե այդ մերած աղջկան, Հայրոսի աղջկան 18-ական, թե նային քաղաքի բադանին, այդ զավակները, այդ մարդիկ, որ հարություն արին, նորեն չմերան, նորեն մերան։ Հետևաբար Հիսուսի տված հարությունը դակավին վերջնական հարությունը չէ։ Վերջնական հարության ժամանակ բոլորն ալ ինչ պիտի արվեն, հարություն պիտի արվեն։ Հստակ է, շատ լավ։ Ինչու համար Հովհաննես Մկրտիչին հարություն չտվավ, որտեղ հիշեցեք, Հովհաննես Մկրտիչ երբ լսեց, որ Հիսուսը արդեն եկած է եւ մկրտեց իրեն, ինչ ասա Հովհաննես Մկրտիչ։ Ասա որ այլևս բարդ է ինձ մեղմանալ եւ նրան աճել, այսինքն պետք է որ ես կամաց շուքի մեջ մտնեմ եւ ինքը, այսինքն Հիսուս Քրիստոս առաջ գա։ Հովհաննես Մկրտիչին պաշտոնը, առաքելությունը ինչ է։ Դիրոջ ճամփան պատրաստել, արտել, ճիշտ է, դիրոջ ճամփան բացավ, ադորամանին կգոչվի նաև նախագարաբեդ, այսինքն ճամփա հարտող, ճամփա պատրաստող, երբ որ ճամփան պատրաստեց, երբ որ դերը եկավ այլևս, Հովհաննես Մկրտիչին գարիկը գար այլևս, ոչ, հետևաբար Հովհաննես Մկրտիչ իր առաքելությունը ավարտեց եւ իր առաքելության ավարտինալ նահատակվեցավ հանուն ճշմարտության։ Եղավ։ Ոս ովոր հարցուն դարձնի։ Գարաբեդեղմայր արջե բիդիկաս։ Այ։ Սանդոց իր 6-րդ համար։ Այդ համարում խոսում է Աստծո ոգիների եւ հսկաների մասին։ Այ։ Շատ լավ։ Զնատոց կրկի 6-րդ գլխում մեջ սիրելիներ, այնտեղ շատ այսպես նախատասությունը գտնվի, գսե որ երբ մարդիկ երկրի վրա շատանալը սկսան եւ իրենց աղջիկներ ծնան, Աստուծո որդիները մարդոց աղջիկներուն քեղեցիկ գնալը տեսնելով իրենց ընդրածներեն իրենց գիներ արին։ Շատ բարի եւ ատկե մեջ գսե հսկաներ ծնան։ Հարցում ովքեր են այս Աստուծո որդիները եւ ովքեր են մարդոց որդիները։ Ենովքի գիրքը գարտակն է, ուրեմն եւ բացատրությունները մեկ այն է որ
Աստուծո որդիներ գոչվեին հրեշտակները։ Ուրեմն մարդիկ կգործեն, որ հրեշտակները ժամանակը սկիզբը մարդոց, ուրեմն մարդու դեսան, որ երկրի աղջիկները գեղեցիկ են, երկինքեր իջան եւ հարաբերություն ունեցան, մարմնական հարաբերություն ունեցան անոնց հետ եւ զավակներ ծրան եւ անոնց պեսկաներ ծրան։ Հարցում երկրի աղջիկները ավելի գեղեցիկ են, քան երկրի հրեշտակները։ Ոչ, հաստատ ոչ։ Երկրի հրեշտակները շատ ավելի սիրուն են։ Ուրեմն ինչպես պետք է հասկանալ։ Ընդհանրապես եկեղեցու այրերը բացատրեն հետևյալ ցավով։ Աստուծո որդիներ կգոչվին արդար մարդիկը, աստվածավախ մարդիկը, իսկ երկրի մարդիկ կգոչվին մեղավոր մարդիկ։ Աստված քանի անգամ 5 դագարանի մեջ Եբրայեցի ժողովուրդի լսավ, որ երբ երթակ խոստացված երկիր, այնտեղ հեպուզացիները կան, կանանացիները կան, ամորհացիները կան, խևացիները կան եւ այլն, անոնց հետ չամուսնանակ, անոնց հետ չմիանակ, չէ, Աստված բազմիցս ասավ, եւ դժբախտաբար անոնք ամուսնացան եւ հիշեցեք մանավանդ Ակաբ տակավորը Եզապել իր օդար գնոջ հետ ամուսնացավ եւ ամբողջ երկիրը ինչի վերածվեցավ, հետամուսության, հետեւաբար Աստուծո որդիները ավելի ճիշտ է բացատրել արդար մարդիկը կամ աստվածավախ մարդիկը, անոնք որոնք Աստուծո մոտ էին, իսկ երկրի մարդիկը անոնք են, որոնք դժբախտաբար մեղավոր մարդիկն էին եւ մարդիկ Աստուծո խոսքը մտիկ չներով անոնց հետ ամուսնացան։ Այդպես է որ եկեղեցու այրերը կբացատրեն։ Եկեք։ Ուրեմն Սուրբերի բարեխոսությունը, որ խնդրում ենք, ինչպես դեր կհասնի։ Սիրելիներ, եւ որ Հայկություն Հովանու գիրքը մենք շարունակենք սերդել, անշուշտ պիտի դեսած ենք եւ նաեւ պիտի տեսնենք։ Երկու կարևոր բան կա, որ պետք չէ իրարու հետ շփոթել։ Սուրբերը գրնան մարդը սպրգեն։ Ոչ, ով միայն կբրգե, միայն Տեր Հիսուս Քրիստոս, սուրբերը երբեք չեն գրնան բրգել։ Սուրբերը գրնան մարդոց համար բարեխոսել։ Այո, ուր կգարտանք, Սուրբ Գիրքի մեջ կգարտանք սիրելիներ, որ սուրբերում ուրեմն աղոթները Աստուծո կողմ մշտապես կբարձրանան։ Օրինակ, Հայտնություն Հովանու գրքի մեջ կգարտանք, որ երբ որ Հովանես Ավետարանիչը դեսավ Աստուծո քահին շուրջ 4 կենդանիները եւ 4 երեցները, որոնք շրջապատած էին քարնուկին, եւ դեսավ թե ինչպես քարնուկը իր քահին վրա նստեցավ, եւ գսե 4 կենդանիները եւ 24 երեցները ինքան քարնուկին արջել։ Անոնց մե յուրաքանչյուր ուներ քնարը եւ ոսկի խնգամամը խունգերով նեցուն, ինչ էին այդ խունգերը, որոնք Աստուծո ընտրյալներուն աղոթքներն են։ Հայտնություն Հովանու 5-րդ գլուխ 8-րդ համար Աստուծո ընտրյալներուն սուրբերուն աղոթքներն են։ Հետևաբար Աստված ինքն է որ սիրելիներ իր սուրբերուն աղոթքները կլսե եւ լսեցեք բարեխոսություն տարբեր բան է փրկութենեն։ Բարեխոսություն կնշանակե բարին խոսիլ, բարեխոսել։ Ստակ է, ինչպես որ օրինակ նայեցեք Հակոբոս Դիարնեղբայրը իր նամակի 5-րդ գլխում 16-րդ համարի մեջ հետևյալը գսե հետևաբար ձեր մեղքերը իրարու խոստովանեցեք եւ իրարու համար աղոթեցեք, որպեսզի բժշկվիք, որովհետեւ արդարիմը աղոթքը ազդեցիկ է եւ մեծապես գոքն է։ Արդարիմը աղոթքը ազդեցիկ է, մեծապես գոքն է։ Սուրբերը արդարացած են սիրելներ, անոնց աղոթքը աստեցիկ է կամ ոչ, անշուշտ աստեցիկ է, գոքն է մեզի, անշուշտ գոքն է մեզի, եթե մեկը ասե որ այդ սուրբերը մերած են, անիկա սիրելներ արդեն իսկ աղանդավոր է, ինչու, որովհետև մարդիկ մարմինով կմերնի, բայց ոչ թե հոգիով, համաձայն եք, մարդոց մարմինը կմերնի, ոչ թե հոգին, Հիսուսը սավ սատուգեցներուն, եւ որ անոնք չէին հավատալ, որ հոգին կապրի, ըսա որ Աստված մերելներուն Աստվածը չէ, այլ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված, այսինքն
ողջերուն Աստվածն է։ Կամ սիրելիներ մենք օրինակ կգարտանք Գործ Կարաքելոց գրքի մեջ։ Նախ 5-րդ գլուխը գարտամ սիրելիներ ցեզի, 5-րդ գլխի մեջ կգարտամ թե օրը Պետրոս Արաքյալ քալած ադեն Մարդիկ կսե Արաքյալներուն ցերկով կգարտամ Գործ Կարաքելոց 5-րդ գլուխ 14-ին 16 համարները։ Արաքյալներուն ցերկով դերը բազմաթիվ նշաններ ու հրաշքներ կգադարեր ժողովրդի մեջ։ Այնպես որ Պետրոսի անցած ադեն մարդիկ պատկարակներով եւ մահիճներով հիվանդներ կբերեին եւ հրաբարակներով վրա կտնեին, որբեսի կոնե անոր շուկը անոնց վրա մեկու վրա ինա։ Շուկը ինա եւ բժշկվի։ Եվ բազմաթիվ նայեցեք ասե շրջակա քույրերեն բազմաթիվ մարդիկ Երուսաղեմ դավակվեին իրենց հետ բերելով հիվանդներ եւ բիրց ոգիները տանջողներ, որոնք բոլորն կբժշկվեին։ Պետրոսի շուկը անգամ միայն բժշկություն կուտա, հարցում Պետրոսի շուկը գախարտական ուժ ուներ, ոչ, այլ Աստուծո սորությամբ։ Կամ նույնը Գործ Կարաքելոց 19-րդ գլուխ, լավ լսեցեք, 19-րդ գլխում 11 եւ 12 համարները կգարտան։ Աստված Պողոսի ցերկով, լավ լսեցեք, Աստված Պողոսի ցերկով արդասովոր սարմանալի աջայիբ հրաշքներ կգադարեր։ Մարդիկ մինչև իսկ Պողոսի քրդինքոտ թաշկինակներ ու փորձի հակուստը կդանեին հիվանդներուն եւ անոն կբժշկվեին իրենց ցավերեն կամ չար ոգիներ գելեին։ Հակուստները կդանեին քրդինքոտ թաշկինակները եւ մարդոց վրա գտնեին եւ մարդիկ կբժշկվեին։ Ով է սակայն ընողը Պողոսի զորությունն էր։ Աստված։ Հիմա սուրբերը եւ որ կփարեխոսեն, Աստուծո գամքը կխնդրեն։ Աստված է որ իր գամքին համաձայն կպատասխանե այդ աղոթերին։ Աղոթենք իրարու համար, ինչպես որ մեկ ինձ գսե այդ մարդը կխնդրեմ որ աղոթես ինձ համար։ Վաղ գործողություն իտնամ, վաղ այսինչ կգնամ, աղոթեք կխնդրեմ, ես ացեզի գսեմ կխնդրեմ աղոթեցեք ինձ համար։ Սիրելիներ, եթե մեր աղոթքը դերդիրի չասතե, ինչու համար իր համար պիտի բարեխոսեի։ Եվ եթե ես մեղավոր եմ իմ աղոթքս Աստված կընդունի եւ ձեր աղոթքը կընդունի, ապա սուրբ հերուն աղոթքը արաբել ես։ Կարաբել եղբայր մեջ չկնես։ Եվ կարաբել եղբայրով գավարդենք այսօրվան հարցումներում։ Մենք գիտենք կարծացել ենք, որ Աստված խոստացել է, որ ահեղ դատաստանի գա։ Մեկ վարդան ես կբացատրեմ ցեզի։ Ահեղ դատաստանի ժամանակ Աստված պիտի գա իր բոլոր եկեղեցիներից հավաքի ժողովրդին։ Մենք գիտենք, որ առաքելական եկեղեցին, ավետարանչական, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները քույր եկեղեցի են համարվում, առաքելական եկեղեցին։ Իսկ ինչի չեն իրանք մեզ հակա են խոսում, որ մենք պիտի կրկնենք։ Ով է ասում։ Ավետարանչական։ Սիրելիներ, շատ բարի։ Ուրեմն Քրիստոս պիտի գա եւ իր արդար զավակները հավաքի։ Փառք Աստծո, որ Թադաստանը մեզի դրված չէ։ Թադաստանը ոչ մեկ եկեղեցի դրված չէ, այլ Թադաստանը դրված է Աստծո։ Աստված է որ պիտի գա եւ թադե յուրաքանչյուրս բոլորս։ Ան որ Քրիստոսի պատվիրանները չի կործացրել, մանավանդ սիրո պատվիրանը եւ Գաբրի ադելությամբ եւ գսկսի ամեն ինչ ուներ որբեսի եկեղեցու հավատացյալներ կողոպտե, օրինակ մեր հայրենիքի մեջ։ Մենք եկեղեցի ունենք, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք եւ եկած են դուրսեր մարդիկ որբեսի այնտեղ մարդոսորտությամբ աշխատին, անիկա կնշանակե որ իրենք մերժած կնան մեր հավատքը սուրբ երրորդության վրա, մերժած կլան մեր մգրդությունը, որ մգրդված է մեր զավակները եւ վերստին կմգրդե եւ Եփեսացիներուն համակի 4-րդ գլխու 5-րդ համարի մեջ կսում մեկ է դերը, մեկ է Աստված, մեկ է մգրդությունը եւ ան որ երկրորդ անգամ կմգրդե հավատացյալը կնշանակե Հիսուսը երկրորդ անգամ խաչած կլա եւ ով որ խաչե Հիսուսը երկրորդ անգամ պատասխանը կճարաճ տվի, անոր բրդություն չկա արդեն։ Ստակ է, հետեւաբար ան որ գուզե ճշմարիտ հավատքով ապրի, թող երթա ոչ թե քրիստոնյա մարդոց կարոզ է քրիստոնեությունը, այլ երթա իսլամներուն կարոզ է, հետանոսներուն կարոզ է, աշխարհի մեջը միլիոնավոր մարդիկ կան, որոնք հերու են։ Եվ այդ ժամանակ իրեն համար ադիգա փրկություն կլա, եւ ոչ թե կա եկեղեցին բարակտե սատանայի վես, եւ եկեղեցու մեջ հավատացյալներ կողնա, ու սե որ ծեր հավատքը ճիշտ է, եւ վերստի մգրդե, եւ այդպիսով իրեն ալտուշովքի մեջ առաջնորդի։ Այսինքն բոլոր եկեղեցիներից պիտի փրկվեն։ Վստահաբար Տեր Հիսուս Քրիստոս ամեն որովհետև Քրիստոսի եկեղեցին մեկ է, հավատ ոգևոր եկեղեցու մասին է,
Մարդիկն են, որ դժբախտաբար եկեղեցին փաշտեցին վարտաբեդական զանազան պատճառներով։ Բայց Քրիստոսի հավատացող ինչպես է Պողոս Արաքյալ Հռոմայացիներուն նամակի 10-րդ գլխի 9-րդ համարի մեջ, ով որ իր սրտի մեջը կհավատա Հիսուս Քրիստոսի, որ անիկա Աստծո որդին է, եւ բերնով ու խոստովանի, անիկա պիտի բրգվի։ Կարաբեդ եղբայր, շատ բարի, քանի մրոբեալ եւ գավարդեք սիրելիներ, Սուրբայր ներերություն հարցումներս զիմեն կյանքը ինչպես շոքի պես է, չէ մոխի պես։ Ինչի տարբերություն շոքի են, դեր մոխ են։ Մոխիր են, չէ մոխ են։ Մուխ կա, օքեյ, շատ բարի։ Լավ, չէ, պետք է միկրոֆոն արվեմ։ Մասնավոր տարբերություն չի կա, ադիկա բարձաբես պատկերացում է շոքին կամ մուխը, որովհետև մուխն ալ որգել է, շոքին ալ որգել է նույն մուխի պես է, բարձաբես որ շոքին չուրեն կհառաջանա, մուխը գրակեն կհառաջանա, երկուքն ալ նույն իմաստ ունի, որ մարդու կյանքը գարջ է, այդ կնշանակի։ Սաղմոս 92, իսի ծերությունի ժամանակն է, մտղաբեր մտեղա և արդյունք մտղա։ Այո։ Շատ լավ, այս Սաղմոսը սիրելիներ Սողոմոն իմաստունը գրած պիտի լա, որ ձերության ժամանակ մտղաբեր պիտի լաս, կարաբեդ եղբայր ու ձերությունն անցած է, բդուկ պիտի չդաս այլևս, սո այդ նույթի մասին մտածել ասիկա հոգևոր իմաստով է նաև, որովհետև հոգևոր իմաստով, երբ որ նույնիսկ մարդ իր ձերության մեջ դերը կգտնե, բդուղ պիտի դա, եւ ինչը սա Հիսուս, Հովանու Ավետարանի 15-րդ գլխի 5-րդ համարի մեջ, ըսա որ ես եմ որդատունքը, դուք ջուղերը, ով որ ինձի կապած կմնա, բդուղ պիտի դա, մեկի դեր 30, 60, 100, հոգևոր բդուղի մասին է։ Եվ մկակսի ամենամոտիկ Շնամիները, որ գելան, ուզունետ են։ Այո։ Շատ լավ։ Արդեն պատասխանը դվիր, Կարաբեդ եղբայր։ Թշնամիտ դունետ կել է դժբախտաբար, որովհետև այն քարը, որ հերույեն կա քեզի, հերվեն եկած կարը մինչև կրկուտ կա, գդկարանա իր զորությունը, բայց մոտիկեն եկած կարը գծակ է, և ծավի սիրտ, Հիսուսին կսավ չէ, Սամոսի մեջ են արդեն խոսքը, սա որ ան որ ինձի հետ հաց կուդեր, պատարում հաց կուդեր, անիգայ որ ինձի տավաճանեց, անիգայ որ ինձի տիշնամի եղան։ Ուրիշ կա? Վերջին հարցում։ Վերջին հարցումն է սիրելն է։ Սուրբայր ներերություն ինչի միտքը, որ սուրբերի աղոտ Սուրբեր արդեն կացել են դեր իրենց աղոտները մեզի կասնեն։ Շատ եղավ, անցին Կարաբեդ եղբայր։ Ինչպես արդեն քիչ առաջ խոսեցա Սուրբերու բարեխոսության մասին, Սուրբերու բարեխոսությունը Սուրբերուն աղոտքն է։ Եվ ըսի արդեն, որ Սուրբերուն աղոտքը անպայմանորեն մեզի կհասնի, որովհետև երկրի մեջ նախ միշտ պարապանություն է հրեշտակներու եւ Սուրբերն երբ որ կաղոթեն, քիչ առաջ տեսանք 88 գրքի մեջ 5-րդ գլխի 8-րդ համարը, որ խունգը, որ Տիրոջ դիմաց կխնգարգվի, Սուրբերուն աղոտքն է, այո, Սուրբերուն աղոտքը բոլորիս կհասնի եւ Աստված լսելով Սուրբերուն աղոտքը գրնա ողորմել, ինչպես որ օրը երբ որ Հիսուս սենյակի մեջ, դունի մեջ կկարոզեր, առաստաղը բացին 4 հոգիներ եւ առաստաղեն վարի չեցուցին իրենց անտամալույց ընկերը եւ ինչ կսե Ավետարանիչը եւ Հիսուս դեսնելով անոնց հավատքը, այսինքն այդ 4 երիտասարդներուն, որ անտամալույց իրենց ընկերը բերին, դեսնելով անոնց հավատքը, անտամալույցին ըսավ մեղքերը քեզի ներված գնալ։ Աստված նույնպես դեսնելով Սուրբերուն աղոտքը բարեխոսությունը մեր բոլորին համար, Աստված նաև մեզի թողություն կտա եւ նաև մեզի գարաշտորտե, որ իր ճամփի մեջ է։ Շատ բարի, շնորհակալ եմ սիրելի ժողովուրդ, շատ շնորհակալ եմ, որ այս հարցումները հարցուցիք եւ ինչ որ փոխ մնացիք այս բոլոր հարցումներեն,
անիկա Աստուծո հոգին վերակրենք, որովհետև Աստուծո հոգին է, որ կներշնչի մեզի, եւ միշտ աղոթենք սիրելիներ, միշտ Սուրբ Գիրք արտացեք, միշտ, որովհետև Սուրբ Գիրքը մեր ցերկի մեջ զենք է, Աստուծո սուրն է, գսե Պողոս Արաքյալ Եփեսացիներու նամակի 6-րդ գլխի 17-րդ համարի մեջ։ Գարտացեք անընդհատ, սորվեցեք Աստուծո խոսքը, որպես եւ որ մարդիկ աղանդավորներ, ձեր դիմաց կամ փորձեն ցես հայտարարեցնել, շեղել, կամ նույնիսկ մարդիկ բաց հոգիով ուզեն ցես մե իմանալ ասել, որ այս կանդարի դուք սուկրոց սերտոության կմաստակցի գեցի երտան։ Ինչ կսեք այս բոլորի մասին, կարողանալ Աստուծո խոսքով պատասխանել անոնց։ Մենք սիրելիներ բարդ ունենք միայն Աստուծո խոսքով պատասխանելու։ Մնացյալը Աստվածինքն է, որ մարդոց մեջը պիտի աճեցնի։ Թող այս բոլոր պատասխանները բոլորի սրտերու մեջ սեր մնա, աջող սեր եւ Աստված սիրելիներ Սուրբ Հոգիով չրե այդ բոլորը աճի, զարգանա, զորանա եւ մեզ մեր հավատքի մեջ ամուր մայ։ Աստված ձեզ արադաբես ողորմե եւ մեր բոլորին կյանքը օրտապանությունը լա Աստծո անունով։ Քանի որ այս կիրակի սիրելիներ հոգեկալուստի դոնն է, Պենտեկոստեն, հետևաբար պիտի սիրելիներ մենք միասին սերտենք, միասին պիտի ընթերցենք աղոթքը, սակայն գուզեմ ձեզ մեզ խնդրել, որ ձեր աղոթքի մեջ հիշեք այս շաբաթավերջին մենք ուխտավորներով պիտի մեկնենք Հունաստան եւ Պողոս Արաքյալի հետքերով պիտի գալենք այն քաղաքները, որ Պողոս Արաքյալ գնաց, պիտի երթանք այցելենք եւ աղոթ բարձրացնենք մեր հայրենիքին համար, մեր ընտանիքներուն համար եւ բոլորիդ համար սիրելիներ։ Մենք ցեզ պիտի հիշենք մեր բոլոր ուխտավայրերու մեջ, մեր աղոթներու մեջ եւ թուղալ մեզ հիշեցեք, որ ապահով երթանք եւ ապահով վերադառնանք։ Մեր հաջորդ սերտողությունը պիտի սկսենք հուլիսի 9-ին։ Մեկ ամիս դադար ունենք սիրելիներ, բայց միայն դադար թող չլա, ասիկա ցեզի համար Սուրբ Գիրք սերտելու ժամանակ թողնա եւ երբ վերադառնանք կսկսենք շարունակել մեր հայկություն հովանու կրկի սերտողությունները։ Խոնարհենք այժմ եւ Սուրբ Հոգիով զորանալու հետեւյալ աղոթքը ընթերցենք։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբով ամեն։ Հիշենք ցերեկ եւ ամեն ժամ գարաչենք ես եւ կխնդրենք մարդասերտը։ Լսեմ ես ով ասած մեր վերջը։ Ագանջը մեզի խոնարհեցուն, որպեսզի զուտ է չօգնի։ Այն մեջիկը արտադրության փորձ եւ աստվածաշության բռուն մնալու։ Ընդունում է աղոթ ու երկրպագություն ով է։ Երկու ողորմությամբ հատուցանել ես, արադապես, քո ամենազոր աչքի գովանին դակ ծածկերես և Սուրբ Հոգիի զորությամբ զորացում ես ով է, աչքի դիտունես պահել և քո հանությունը ցույց սուրնես, որպես քո Սուրբ անունը քովի և պարապանի, որովհետև բոլոր արարածները մշնչենավոր պարապանության ու հարկը քույս են։ Հարցունքներու մեջ, հայ, Երրորդ և Սուրբ Հոգի, այժմ և միշտ և ամենյանը սամքենից, ամեն։ Երկենք և ողորմյան և մեղավորած հարց և պրպություն կրտել ոչ։
Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Աստված ձեզ հետ ամփորձանք ձեր ներածներ։